Շքեղ հյուրանոցի նախասրահում փաստաթղթերի պարզ հանձնումը վերածվում է հանրային սկանդալի։ Տասնյակ վկաների աչքի առաջ դաժանաբար հրում են մի հղի կնոջ, մինչ ամուսինը լուռ հետում է տեսարանին։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ ժամանում է մի դատավոր, հարձակվողի հայրը, որը ճշմարտությունը վեր է դասում արյունակցական կապից։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Հինգշաբթի առավոտը բացվեց երանին բնորոշ այն մոխրագույն երկնքով, երբ ցածր ամպերը կարծես գրկում են Աբովյան փողոցի շենքերը, իսկ սառը քամին օրվա վերջում անձր է գուժում։ Անահիտը վաղ արթնացավ, ինչպես միշտ անում էր հղիության մասին իմանալուց ի վեր, զգաց, թե ինչպես է առավոտյան սրտխառնոցը պատում իրեն, նախքան անկողնուց վեր կենալը։ Հղիության 4-րդ ամիսն էր, ամեն օր բերում էր նոր զգացողություն, նոր անհանգստություն, նոր հույս խառնված գալիքի հանդեպ վախի հետ։ Նա նայեց անկողնու դատ։ Առ կողմին, որտեղ սովորաբար քնում էր Դավիթը, խորը հոգոց հանեց։ Արդեն 3 շաբաթ էր, ինչ նա հեռացել էր տնից, իր հետ տանելով ընդամենը 2 ճամպրուկ դեմքի հոգնած արտահայտություն։ Այդ օրը վեճ չեղան ոչ բղավոցներ, ոչ մեղադրանքներ։ Միայն ծանր լռություն, լի չասված խոսքերով, նրա որոշումը, որ իրեն ժամանակ է պետք։ Ժամանակ մտածելու, շունչ քաշելու, հասկանալու, թե ինչ է ուզում կյանքից։ Անահիտը չվիճեց։ Չափազանց հոգնած էր դրա համար, իսկ բժիշկը հստակ էր ասել ոչ մի ստրես, ոչ մի կոնֆլիկտ, ոչինչ, որ կարող է վտանգել հղիությունը, որն ի սկզբանե արդեն իսկ նուրբ էր ընթանում։ Նա դանդաղ վեր կացավ, զգալով դեռ փոքր, բայց արդեն զգալի փորիկի ծանրությունը, գնաց դեպի լոգարան։ Հայելու մեջ արտացոլվում էր 32 տարեկան մի կին, աչքերի տակ խորը ստվերներով, շագանակագույն մազերը հավաքված անփույթ խրձի մեջ դեմքին հոգնածության արտահայտություն, որը կարծես մշտական բնակություն էր հաստատել այնտեղ։ Բայց այնտեղ կար նա ուրիշ բան, մի բան, որը նա ինքը դեռ սովորում էր ճանաչել, լուր ուժ, վճռականություն, որը ծնվում էր այն անվերապահ սիրուց, որն արդեն զգում էր իր ներսում աճող կյանքի հանդեպ։ Փաստաբան Նարեն, նրա լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից, նախորդ գիշեր զանգել էր, հանդիպման մանրամասները հաստատելու համար։ Դավիթը վերջապես համաձայնել էր ստորագրել ժամանակավոր բաժանման փաստաթղթերը, որոնք պաշտոնականացնելու էին նրանց հեռացումը, լուծելու էին գործնական հարցերը, մինչ յուրաքանչյուրը կորոշեր, թե ինչ ուղղություն տալ իրենց ամուսնությանը։ Անահիտը չէր ուզում ամուսնալուծվել, գոնե դեռս։ Նրա մի մասը դեռ հավատում էր, որ սա ընդամենը մի փուլ է, մի դժվար պահ, որին բոլոր զույգերը ինչ-որ պահի բախվում են։ Բայց մյուս մասը, այն մասը, որն ամեն առավոտ մենակ էր արթնանում նայում անկողնու դատարկ կողմին, արդեն սկսում էր ընդունել, որ Դավիթը, թերս, այլևս չի վերադառնա։ Հանդիպման համար ընտրված հյուրանոցը Արմենիա Մարիոտն էր, հինգաստղանի հաստատություն կենտրոնում, որը հայտնի էր իր զսպվածությամբ, նրբագեղությամբ։ Դավիթն այնտեղ էր մնում տնից հեռանալուց ի վեր, 12-րդ հարկի մի համարում, որն ավելի թանկ արժեր, քան քաղաքի շատ բնակարանների վարձը։ Անահիտը երբեք չհասկացավ, թե ինչու էր նա ընտրել այդքան թանկ, այդքան աչքի ընկնող վայր, բայց Նարեն մի տեսություն ուներ։ Դավիթը միշտ սիրել էր ցուցադրել իր կարգավիճակը, աշխարհին ցույց տալ, որ հաջողության է հասել։ Լինելով տեխնոլոգիական միջազգային ընկերության գործադիր տնօրեն, նա ամուր կարիերա էր կառուցել, բայց Անահիտը գիտեր, որ այդ ամբողջ փայլը բարձր գին ուներ։ Անվերջ ժամեր գրասենյակում, մշտական գործուղումներ, հաճախորդների հետ ընթրիքներ, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց։ Իսկ ինքը, տանը, սպասում էր, միշտ սպասում։ Նա զգուշությամբ հագնվեց, ընտրելով մուգ կապույտ զգեստ, որը քողարկում էր փորիկը մինույն ժամանակ նրան նրբագեղ տեսք էր հաղորդում։ Ոչ մի աչքի ընկնող բան, ոչինչ, որը կնմանվեր ամուսնուն վերադարձնելու հուսահատ փորձի։ Պարզապես արժանապատիվ, զուսպ, հարմար մի հանդիպման համար, որը պետք է լիներ արագ առարկայական։ Մազերը հավաքեց ցածր հանգույցով, մի փոքր դիմահարդարում արեց, հոգնածությունը թաքցնելու համար, հագավ հարմարավետ կոշիկներ։ Բժիշկը պնդել էր, ոչ մի բարձրակրունկ, ոչ մի ավելորդ ճիգ։ Հղիությունը խնամք էր պահանջում, նա ռիսկի չէր դիմի։ Դուրս գալուց առաջ նա նայեց խոհանոցի սեղանին, որտեղ փաստաթղթերը դասավո լված էին կապույտ թղթապանակի մեջ։ Նարեն ամեն ինչ պատրաստել էր իրեն բնորոշ արդյունավետությամբ, գույքի բաժանում, ժամանակավոր ալիմենտ, պարտականությունների բաշխում։ Ոչ մի վերջնական բան, պարզապես մի պայմանավորվածություն, որպեսզի երկուսն էլ կարողանան շունչ քաշել, ապագան որոշելիս։
Անահիտը վերցրեց թղթապանակը, դրեց պայուսակի մեջ, դուրս եկավ բնակարանից։ Երանի երթեկությունը ինչպես միշտ քաոսային էր, տաքսին գրեթե 1 ժամում հաղթահարեց մինչ կենտրոն ձգվող մի քանի կիլոմետրը։ Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքն անցնում շենքերի, մեքենաների շտապող մարդկանց լղոզված պատկերով։ Մտածում էր, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փոխվեց։ 1 տարի առաջ ինքն ու Դավիթը պլանավորում էին հղիությունը, խոսում երեխայի անունների մասին, պատկերացնում, թե ինչպիսին կլինի կյանքը երեխայի հետ։ Իսկ հիմա նա այստեղ էր, հղի մենակ, ճանապարհին դեպի մի հյուրանոց, բաժանման փաստաթղթեր հանձնելու այն մարդուն, որը մի օր խոստացել էր սիրել իրեն հավերժ։ Արմենիա Մարիոթը վեհորեն բարձրանում էր Սայաթ Նովայի պողոտայով։ Իր ապակե մարմարե ճակատով արտացոլելով առավոտյան մոխրագույն երկինքը։ Անահիտը վճարեց տաքսու վարորդին, խորը շունչ քաշեց, մտավ նախասրահ։ Մթնոլորտը նրան դիմավորեց շքեղության պայթյունով, իտալական մարմարե հատակ, բարձր առաստաղից կախված բյուրեղյա ջահեր, իտալական կաշվե կահույք, ռազմավարականորեն դասավորված սուրճի սեղանների շուրջ, որոնց վրա ծաղիկների կոմպոզիցիաներ էին։ Հետին պլանում դաշնակահարը նվագում էր ինչ-որ մեղմ բան, իսկ օդը լցված էր թարմ եփած սուրճի թարմ ծաղիկների բույրով։ Առավոտյան այդ ժամին նախասրահում քիչ մարդ կար, հիմնականում կոստյումներով գործարարներ, որոնք ցածրաձայն զրուցում էին, կամ օտարերկրյա զբոսաշրջիկներ, որոնք ուսումնասիրում էին քարտեզներ, ուղեցույցներ։ Անահիտը գրեթե անմիջապես նկատեց Դավթին։ Նա նստած էր ընդունարանի մոտ գտնվող բազկաթոռներից մեկում, նայելով հեռախոսին այն նույն կենտրոնացած արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Հագին մուգ մոխրագույն, անթերի նստող կոստյում էր, իսկ մազերը անթերի սանրված էին դեպի հետ։ Նա միշտ ինքնահավան է եղել, միշտ անհանգստացած։ Իր արտաքինի համար թվում էր, թե նույնիսկ բաժանումը դա չէր փոխել։ Նա քայլեց դեպի նրան, զգալով, թե ինչպես է սիրտը թրթռում ամեն քայլափոխին։ Մի պահ Դավիթը նրան չտեսավ, տարված լինելով հեռախոսի էկրանով։ Բայց երբ վերջապես բարձրացրեց հայացքը, այն արտահայտությունը, որ Անահիտը տեսավ այնտեղ, ոչ քնքշություն էր, ոչ կարոտ, ոչ նույնիսկ զղջում։ Դա պարզապես անտարբերություն էր։ Քաղաքավարի սառնություն, կարծես նա լիներ սովորական ծանոթ մեկը, ում հետ նա անավարտ գործեր ուներ, ոչ ավելին։ Բարի լույս, ասաց Անահիտը, ձայնը պահելով հաստատուն։ Բարի լույս, պատասխանեց Դավիթը, պաշտոնական տոնով ոտքի կանգնելով։ Փաստաթղթերը բերել ես։ Միանգամից գործի, առանց շրջանցելու։ Անահիտը գլխով արեց, բացելով պայուսակը կապույտ թղթապանակը հանելու համար։ Բայց նախքան նա կհասցներ այն հանձնել, մի կանացի ձայն սուր սայրի պես կտրեց օդը։ Վայ, վայ, տեսեք, թե ով է որոշել այստեղ հայտնվել։ Անահիտը շրջվեց, զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Մոտեցող կինը բարձրահասակ էր, նիհար, անթերի սանրված շիկահեր մազերը թափվում էին առավոտյան ժամի համար չափազանց կիպ կարմիր զգեստի բաց ուսերին։ Նա հագել էր չափազանց բարձր կրունկներ, որոնք ամեն քայլափոխին արձագանքում էին մարմարի վրա, իսկ նրա արտահայտությունը մաքուր ամբարտավանություն էր։ Անահիտը նրան անմիջապես ճանաչեց։ Լիլիթ, Դավթի օգնականը։ Կամ ավելի ճիշտ, նախկին օգնականը, որը վերջին ամիսներին առաջխաղացում էր ստացել, դառնալով շատ ավ։ Ելի մտերիմ մեկը։ Նարեն արդեն զգուշացրել էր Անահիտին նրա մասին։ Լուսանկարները սոցիալական ցանցերում, գործընկերների նուրբ ակնարկները, Դավթի հանդիպումների տարօրինակ ժամերը։ Անահիտը սկզբում չէր ուզում հավատալ, հրաժարվելով ընդունել, որ իր ամուսինը ընդունակ կլիներ այդքան կլիշե, այդքան ակնհայտ դավաճանության։ Բայց ահա կենդանի ապացույցը, քայլում էր դեպի իրենց, շուրթերին թունոտ ժպիտ։ Լիլիթ, ասաց Դավիթը, նրա ձայնի մեջ նախազգուշացման երանգ կար։ Հիմա պահը չէ։ Բայց Լիլիթը կարծես մտադիր չէր լսել։ Նա կանգնեց Դավթի կողքին, այնքան մոտ, որ նրանց ուսերը գրեթե դիպչում էին իրար, վերից վար նայեց Անահիտին, վատ քողարկված արամարանքով։ Ուրեմն դու ես, ասաց Լիլիթը, ձգձգելով բառերը։ Լքված կինը։ Դավիթն ինձ այնքան բան է պատմել քո մասին։ Անահիտը զգաց, թե ինչպես է արյունը գլխին խփում, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Ես այստեղ վիճելու չեմ, ասաց նա, փորձելով անտեսել սադրանքը։ Եկել եմ միայն գործնական հարցեր լուծելու։ Եթե կարողանանք սա քաղաքակիրթ կերպով անել։ Քաղաքակիրթ։ Լիլիթը ծիծաղեց, ձայնն արձագանքեց նախասրահում, գրավելով մոտակա որոշ հյուրերի ուշադրությունը։
Դու ներխուժում ես հյուրանոց, որտեղ Դավիթն է մնում, գալիս ես այստեղ այդ ցած փորով, կարծես թե կարողանալու ես նրան խղճահարությամբ հետ բերել, ու դեռ քաղաքակրթությունից ես խոսում։ Ես ոչ մի տեղ չեմ ներխուժել, պատասխանեց Անահիտը, զգալով, թե ինչպես է զայրույթը մեծանում, չնայած զսպելու ջանքերին։ Ինձ հրավիրել են այստեղ բաժանման փաստաթղթերը կարգավորելու համար։ Եթե այստեղ ինչ-որ մեկը ներխուժող է, դա ես չեմ։ Դավիթը շարունակում էր լուռ մնալ, նայելով կողքի, կարծես ուզում էր լինել ցանկացած այլ վայրում, բացի այստեղից։ Անահիտը շրջվեց դեպի նա, փնտրելով աջակցության որևէ նշան, որևէ խոսք, որը ցույց կտար, որ նա դեռ նվազագույն հարգանք ունի իր հանդեպ։ Բայց Դավիթը պարզապես հայացքը փախցրեց, այդ պարզ շարժումն ավելի շատ ցավեցրեց, քան Լիլիթի ցանկացած վիրավորանք կարող էր ցավեցնել։ Դավիթ, ասաց Անահիտը, ձայնը ցածր պահելով։ Դու ոչինչ չես ասելու։ Նա հոգոց հանեց, կարծես այս ամբողջ իրավի ճակը պարզապես անհարմարություն լիներ իր խիտ գրաֆիկում։ Անահիտ, կարծում եմ, ավելի լավ է դու գնաս։ Կարող ենք սա այլ կերպ լուծել, էլեկտրոնային փոստով կամ փաստաբանների միջոցով։ Էլեկտրոնային փոստով։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Դավիթ, այս փաստաթղթերին քո ստորագրությունն է պետք այսօր։ Նարեն այս ամենը բացատրել է։ Դու համաձայնել էիր այստեղ լինել։ Ես մտափոխվեցի, ասաց նա, վերջապես նայելով նրան։ Ինձ տեղին չի թվում սա անել այստեղ, հիմա։ Տեղին չի թվում։ Անահիտի ձայնը մի տոն բարձրացավ, նա այլևս չկարողացավ զսպել հուզմունքը։ Դու ինձ խնդրեցիր գալ այստեղ։ Դու նշանակեցիր այս ժամը։ Իսկ հիմա, որովհետ քո ընկերուհին որոշեց հայտնվել, հանկարծ տեղին չէ։ Նախկին կին, ուղեց Լիլիթը, ժպտալով։ Շուտով, շատ շուտով, նախկին կին։ Եվ ավելի լավ է ընտելանաս այդ մտքին, սիրելիս։ Դավիթն արդեն առաջ է շարժվել։ Դու անցյալ ես։ Այդ փորը ոչինչ չի փոխի։ Անահիտը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Շաբաթներ շարունակ նա ուժեղ էր մնացել, կուլ տվել ցավը, կենտրոնացել հղիության վրա, փորձել հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց այդ պահին, Լիլիթի ամբարտավանության դավթի վախկոտության առաջ, ինչ-որ բան փլուզվեց։ Նա մի քայլ առաջ արեց, մոտենալով դավթին, վճռականորեն տրամադրված հանձնել փաստաթղթերը հեռանալ այնտեղից որքան հնարավոր է շուտ։ Ես ընդամենը պետք է, որ դու սա ստորագրես, ասաց նա, դողացող ձեռքերով պայուսակից հանելով թղթապանակը։ Ստորագրիր, ես կգնամ։ Դու այլս երբեք ստիպված չես լինի ինձ տեսնել։ Բայց անցնելով Լիլիթի կողքով, փորձելով հասնել Դավթին, Անահիտը ինչ-որ բան զգաց։ Հրում։ Ուժեղ, կտրուկ, բոլորովին անսպասելի։ Նրա ձեռքերը բաց թողեցին թղթապանակը, որն ընկավ հատակին, փաստաթղթերը ցրելով ամենուր։ Նրա մարմինը շպրտվեց դեպի հետ։ Նա փորձեց հավասարակշռությունը պահել, ձեռքերը օդում թափահարեց, փնտրելով ինչ-որ բան բռնելու համար, բայց ոչինչ չկար։ Նրա մարմինը պտտվեց անկառավարելի, հետո եկավ հարվածը։ Հայելին։ Մի հսկայական պատի հայելի, ոսկեզօծ շրջանակով, որը զարդարում էր ընդունարանի մոտակա տարածքը։ Անահիտը մեջքով բախվեց դրան, հարվածի ձայնը նախասրահում արձագանքեց որոտի պես։ Հայելին դողաց պատին, բայց չկոտրվեց։ Անահիտը սակայն սահեց մինչ հատակ, զգալով սուր ցավ, որը պայթեց մեջքին տարածվեց ամբողջ մարմնով։ Ամբողջ նախասրահը կարծես սառեց։ Զրույցները դադարեցին, դաշնակահարը դադարեց նվագել, բոլոր հայացքները ուղղվեցին դեպի տեսարանը։ Անահիտը հատակին էր, նստած, մի ձեռքով հենված մարմարին, իսկ մյուսով բնազդաբար պաշտպանում էր փորը։ Նա վեր նայեց տեսավ Լիլիթին, կանգնած մի քանի մետր հեռավորության վրա, լայն բացված աչքերով կիսաբաց բերանով, մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր ցնցումի վախի։ Դու ինձ հրեցիր, շշնջաց Անահիտը, դեռ չհավատալով, թե ինչ էր տեղի ունեցել։ Ես ոչինչ չեմ արել։ Լիլիթի ձայնը դուրս եկավ ճչան, հիստերիկ։ Դու սայթաքեցիր։ Դու ես անշնորհք։ Բայց վկաներն արդեն արձագանքում էին։ Մոտակայքում կանգնած կոստյումով մի տղամարդ վազեց դեպի Անահիտը, ծնկի իջնելով նրա կողքին։ Հանգիստ մնացեք, մի շարժվեք, ասաց նա շտապողական տոնով։ Դուք ուժեղ հարված ստացաք։ Ես օգնություն կկանչեմ։
Միջին տարիքի մի կին, հյուրանոցի հյուր, հեռախոսը ձեռքին բարձրաձայն հայտարարեց. Ես ամեն ինչ նկարահանեցի։ Դա հրում էր, դիտավորյալ էր։ Նա հրեց այս հղի աղջկան։ Այլ հյուրեր սկսեցին տրտնջալ, ոմանք հանելով իրենց հեռախոսները, ոմանք մոտենալով օգնելու։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներից մեկը վազելով եկավ, շտապ խոսելով ռացիայով, խնդրելով, որ շտապօգնություն կանչեն տեղեկացնեն կառավարչին։ Դավիթը վերջապես արձագանքեց, բայց ոչ այնպես, ինչպես Անահիտն էր սպասում։ Նա չվազեց դեպի նրան, չհարցրեց, լավ է, անհանգստություն չցուցաբերեց։ Փոխարենը շրջվեց դեպի Լիլիթը, բռնելով նրա թից հեռացնելով նրան տեսարանից, կարծես ուզում էր պաշտպանել նրան իր արածի հետանքներից։ Անահիտը զգաց, թե ինչպես է ցավը բաբախում մեջքին, բայց կրծքավանդակի, սրտի ցավն էր, որ իսկապես մասնատում էր նրան։ Նա նայեց Դավթին, այն մարդուն, որին մի օր սիրել էր ամեն ինչից շատ, տեսավ մի անծանոթի։ Մի մարդու, որն ունակ էր երես թեքել իր երեխայի մորից, այն կնոջից, ում հետ խոստացել էր կիսել կյանքը, ամեն ինչ հպարտության, հարմարավետության, վախկոտության համար։ Արցունքները վերջապես սկսեցին հոսել, լուռ, մինչ Անահիտը նստած էր մարմարե սառը հատակին, շրջապատված անծանոթներով, որոնք ավելի շատ կարեկցանք էին ցուցաբերում նրա հանդեպ, քան սեփական ամուսինը։ Եվ հենց այդ պահին, ցավի նվաստացման այդ ճշգրիտ պահին, նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Մի որոշում ձևավորվեց, բյուրեղյա անսասան։ Նա այլևս չէր լինի այն կինը, որը սպասում է, որն ընդունում է, որն անverջ ներում է։ Նա լինելու էր մայր։ Եվ որպես մայր նա կպաշտպաներ իր երեխային ամեն ինչից բոլորից, այդ թվում այն մարդուց, որն այժմ անտարբերությամբ նայում էր իրեն։ Հյուրանոցի կառավարիչը վազելով եկավ երկու բուժաշխատողների հետ, որոնք բերել էին ծալովի պատգարակ առաջին օգնության պայուսակ։ Նրանք ծնկի իջան Անահիտի կողքին, արագ հարցեր տալով։ Նա հղի է, տեղեկացրեց կոստյումով տղամարդը, որն առաջինն էր օգնության հասել։ 4 ամսական, ինչպես լսեցի, որ ասաց։ Ուժեղ հարվածել է մեջքը։ Եկեք նրան տանենք ավելի առանձին վայր, ասաց բուժաշխատողներից մեկը, լուրջ պրոֆեսիոնալ արտահայտությամբ երիտասարդ տղա։ Տիկին, փորի շրջանում ցավ զգում եք։ Ցանկացած տեսակի կծկում կամ անհանգստութ։ Յոն։ Անահիտը փորձեց գնահատել։ Մեջքի ցավը սուր էր, բայց փորի շրջանում նա վստահ չէր։ Կար մի անհանգստություն, լարվածություն, բայց չէր կարողանում տարբերել, դա ֆիզիկական էր, թե պարզապես խուճապն էր տիրում իրեն։ Չգիտեմ, շշնջաց նա, վախը երած ձայնի մեջ։ Երեխաս։ Նա լավ է։ Ամեն ինչ կստուգենք, տիկին, հանգստացրեց բուժաշխատողը։ Բայց պետք է, որ հանգիստ լինեք, թույլ տաք, որ մենք զբաղվենք դրանով, լավ։ Նրանք օգնեցին նրան ծայրահեղ զգուշությամբ ոտքի կանգնել, բռնելով թերից։ Անահիտը զգաց, որ ոտքերը դողում են, բայց կարողացավ կանգնել։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ տեսավ, որ ամբողջ նախասրահը նայում է իրեն։ Տասնյակ մարդիկ, բոլորը վկա, թե ինչ էր տեղի ունեցել։ Եվ այնտեղ, ընդունարանի մոտ, կանգնած էին Դավիթն ու Լիլիթը։ Նա, լարված արտահայտությամբ, անհանգստացած ոչ թե իրենով, այլ այն իրավիճակով, որը դա կարող էր ստեղծել։ Իսկ Լիլիթը գունատ, բայց դեռ փորձում էր անմեղության դիրք պահպանել։ Նա սայթաքեց։ Լիլիթը նորից սկսեց բղավել, այս անգամ բոլոր ներկաների վրա։ Ես ոչինչ չեմ արել։ Նա նյարդային էր, անշնորհք, սայթաքեց սեփական ոտքերի վրա։ Դա սուտ է։ Ձայնը եկավ մի նրբագեղ, ալեհեր կնոջից, որը նստած էր բազկաթոռներից մեկում, ամսագիր կարդալով։ Ես ամեն ինչ տեսա։ Տիկինը երկու ձեռքով հրեց այս աղջկան։ Դա դիտավորյալ դաժան էր։ Ես էլ տեսա, հաստատեց։ Մեկ այլ հյուր, ավելի տարեց մի տղամարդ, մարզային առոգանությամբ։ Հեռախոսովս նկարահանեցի։ Ամեն ինչ այստեղ ձայնագրված է։ Անվտանգության աշխատակիցը, բարձրահասակ, ուժեղ, խիստ դիմագծերով մի տղամարդ, մոտեցավ Լիլիթին։ Տիկին, դուք պետք է ուղեկցեք ինձ բացատրություն տաք, ասաց նա վճռականորեն։ Հյուրանոցը տեսախցիկներ ունի ամբողջ նախասրահում։ Մենք կվերանայենք տեսագրությունները, կտեսնենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Սա անհեթեթություն է։ Լիլիթը փորձեց ազատվել, բայց անվտանգության աշխատակիցը մտադիր չէր զիջել։ Դավիթ, մի բան ասա։ Դու տեսար, թե ինչ եղավ։
Դավիթը բերանը բացեց, փակեց, նորից բացեց։ Առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվեց, նա իսկապես շփոթված էր թվում, չգիտեր ինչ անել կամ ասել։ Ես լավ չտեսա, ասաց նա վերջապես, այդ խոսքերի դավաճանությունը դանակի հարվածի պես էր Անահիտի համար։ Ես կողք էի նայում, երբ նա ընկավ։ Անահիտը սրտխառնոցի ալիք զգաց, որը ոչ մի կապ չուներ հղիության հետ։ 9 տարի իր կողքին եղած տղամարդը, իր երեխայի հայրը, ստում էր, սիրուհուն պաշտպանելու համար։ Նա պատրաստ էր թողնել իրեն անօգնական, նվաստացած, հնարավոր է վիրավոր, միայն թե Լիլիթին չհակառակվեր։ Բուժաշխատողները սկսեցին նրան տանել դեպի նախասրահի հետի մասում գտնվող առանձին սենյակ, որտեղ կարող էին ավելի անձնական պայմաններում զննել նրան։ Բայց դուրս գալուց առաջ Անահիտս մեկ անգամ շրջվեց, ուղիղ նայելով Դավթին։ Նրա աչքերը վերջապես հանդիպեցին իրենց, այդ կարճ պահին Անահիտը տեսավ մի բան, որը երբեք չէր տեսել։ Ամոթ։ Խորը ամոթ, որը նա փորձում էր թաքցնել անտարբերության դիմակի հետում, բայց որն այնտեղ էր, անժխտելի։ Դու ստիպված ես լինելու ապրել դրա հետ, ասաց Անահիտը, նրա ձայնը թե ցածր արձագանքեց նրան շուրջը ձավորված լռության մեջ։ Ստիպված ես լինելու մի օր նայել քո երեխայի աչքերին բացատրել, թե ինչու ընտրեցիր պաշտպանել այն կնոջը, որը վիրավորեց նրա մորը։ Հաջողություն քեզ այդ հարցում։ Եվ հետո նա շրջվեց, թույլ տվեց, որ բուժաշխատողները տանեն իրեն, թողնելով Դավթին կանգնած այնտեղ, այդ շքեղ նախասրահի մեջտեղում, որը հանկարծ փոքր չափազանց խեղդող էր թվում։ Այն սենյակը, ուր տարան Անահիտին, փոքր էր ու աննկատ, գտնվում էր նախասրահի հետնամասում, հյուրանոցի վարչական գրասենյակների մոտ։ Պատերը բաց բեժագույն էին, կար սպիտակ սավաններով պատված իմպրովիզացված բուժմահճակալ, իսկ լուսավորությունը մեղմ էր, շատ տարբեր գլխավոր նախասրահի բյուրեղյա ջահերից։ Բուժաշխատողներից մեկը, բարի աչքերով երիտասարդ տղան, օգնեց նրան պառկել, մինչ մյուսը բացեց առաջին օգնության պայուսակը, սկսեց պատրաստել սարքավորումն։ Ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա, հարցրեց նա, ճնշումը չափող սարքը դնելով նրա թին։ Մեջքի ցավը լավացել է, թե՞ վատացել։ Անահիտը փորձեց կենտրոնանալ ֆիզիկական զգացողությունների վրա, բայց նրա ամբողջ մարմինը կարծես տագնապի մեջ լիներ։ Դեռ ցավում է, ասաց նա դողացող ձայնով։ Բայց անտանելի չէ։ Ինձ անհանգստացնում է երեխան։ Նա շարժվում է։ Ինչպես իմանամ, նա լավ է։ Բուժաշխատողը հանգստացնող ժպտաց։ Ամեն ինչ կստուգենք, տիկին։ Նախ պետք է չափեմ ձեր կենսական ցուցանիշները, իսկ հետո կօգտագործենք շարժական պտղի դոպլեր, որն ունենք շտապօգնության մեքենայում։ Դա սարք է, որը թույլ է տալիս լսել երեխայի սրտի բաբախյունը։ 4 ամսական հղիության դեպքում արդեն պետք է հնարավոր լինի հստակ լսել։ Մինչ նա աշխատում էր, չափելով նրա ճնշումը, ջերմությունը, սրտի զարկերի հաճախականությունը, մյուս բուժաշխատողը դուրս եկավ սենյակից, ավելի շատ սարքավորումներ բերելու շտապօգնության մեքենայից, որն արդեն կանչվել էր, սպասում էր հյուրանոցի դրսում։ Անահիտը փակեց աչքերը, փորձելով հանգստանալ, բայց քիչ առաջ տեղի ունեցածի պատկ։ Երները շարունակում էին պտտվել նրա մտքում, ինչպես անվերջ կրկնվող ֆիլմ։ Հրումը, անկումը, Դավթի հայացքը, Լիլիթի ամբարտավանությունը։ Ամեն ինչ անիրական էր թվում, կարծես նա ապրում էր մի մղձավանջ, որից չէր կարողանում արթնանալ։ Ձեր ճնշումը մի փոքր բարձր է, մեկնաբանեց բուժաշխատողը, խոժոռվելով։ 140-90-ի վրա։ Դեռ վտանգավոր չէ, բայց պետք է հետենք։ Նորմալ է, որ սթրեսային իրավիճակներում բարձրանում է, բայց հղիության դեպքում պետք է լրացուցիչ զգույշ լինենք։ Այդ պահին դուռը բացվեց, ներս մտավ մուգ կապույտ կոստյումով մի տղամարդ, հյուրանոցի կրծքանշանով, որը նրան ներկայացնում էր որպես կառավարիչ։ Նրա դեմքը լարված էր, անհանգիստ, նա ձեռքին պլանշետ էր բռնել։ Տիկին, սկսեց նա պաշտոնական, բայց հարգալից ձայնով, իմ անունը Արմեն Հովհաննիսյան է, ես Արմենիա Մարիոթի գլխավոր կառավարիչն եմ։ Առաջին հերթին, ուզում եմ մեր խորին ցավակցությունը հայտնել մեր տարածքում տեղի ունեցածի համար։ Սա բացարձակապես անընդունելի է, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Անահիտը բացեց աչքերը նա։ Եց նրան, դեռ մարսելով խոսքերը։ Միջոցներ։ Արմեն Հովհաննիսյանը լրջորեն գլխով արեց։ Արդեն ոստիկանություն ենք կանչել։ Նրանք ճանապարհին են։ Նա առանձնացրել ենք անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ունենք բազմաթիվ հյուրեր, որոնք առաջարկել են հանդես գալ որպես վկա։
Ձեզ հետ տեղի ունեցածը նկարահանվել է 3 տարբեր տեսանկյունից։ Կասկած չկա, թե ինչ է տեղի ունեցել։ 3 տեսանկյունից, կրկնեց Անահիտը, անկումից հետո առաջին անգամ ցավից ու ցնցումից բացի այլ բան զգաց։ Նա զգաց հույսի, հաստատման մի կայծ։ Ուրեմն ապացույցներ կան։ Ապացույցներ, որ նա ինձ հրեց։ Անհերքելի ապացույցներ, հաստատեց կառավարիչը։ Եվ եթե ցանկանաք, մենք կարող ենք բոլոր այդ տեսագրությունները տրամադրել իշխանություններին ձեր փաստաբանին։ Արմենիա Մարիոթը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ունի մեր տարածքում ցանկացած տեսակի ագրեսիայի նկատմամբ։ Դրա համար պատասխանատու անձը պատասխանատվության կենթարկվի։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, երկրորդ բուժաշխատողը վերադարձավ, բերելով ավելի մեծ պայուսա, որի միջից հանեց մի շարժական սարք, փոքր էկրանով խոսափողի նման մի սարքավորումով։ Պտղի դոպլերը։ Նա մոտեցավ Անահիտին հանգստացնող ժպիտով։ Պետք է, որ մի փոքր բարձրացնեք վերնաշապիկը, մի փոքր իջեցնեք զգեստի գոտին, բացատրեց նա։ Ես այստեղ, փորի վրա, գել կքսեմ կօգտագործեմ այս սարքը, փորձելով լսել երեխայի սրտի զարկերը։ Կարող է մի փոքր սառը լինել, բայց չի ցավի։ Անահիտը գլխով արեց այն, ինչ խնդրեցին, բացելով իր դեռ փոքր, բայց տեսանելիորեն կլորացած փորիկը։ Բուժաշխատողը քսեց թափանցիկ գելը, որն իսկապես սառն էր, սկսեց սարքը շարժել դանդաղ, շրջանած շարժումներով։ Մի քանի վայրկյան սենյակում միակ ձայնը սարքի ստատիկ խշշոցն էր։ Անահիտը շունչը պահեց, սիրտը բաբախում էր, լուր աղոթում էր, որ այդ ձայնը վերածվի ավելիի, մի բանի, որը կասեր, որ իր երեխան լավ է։ Եվ հետո, հրաշքի պես, ձայնը փոխվեց։ Արագ, կայուն, ուժեղ ռիթմ։ Թխ։ Ինչպես փոքրիկ ձյու արագ վճռական քարարշավ։ Ահա, ասաց բուժաշխատողը, լայն ժպտալով։ Ձեր երեխայի սրտի զարկերը։ Րոպեում մոտ 150 զարկ է, ինչը բացառ։ Ձակապես նորմալ է հղիության այս փուլի համար։ Ձեր երեխան լավ է, տիկին։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից են հայտնվում, բայց այս անգամ դրանք մաքուր թեթացման արցունքներ էին։ Նա ձեռքը տարավ բերանին, փորձելով զսպել հեկեկոցները։ Նա լավ է, չշնջաց նա։ Երեխաս լավ է։ Բայց բուժաշխատողը նախազգուշացնող շարժումով ձեռքը բարձրացրեց։ Սրտի զարկերը հիմա նորմալ են, այո, բայց դա չի նշանակում, որ բարդություններ չեն կարող լինել։ Դուք զգալի ֆիզիկական տրավմա եք ստացել, մեջքի հարվածը կարող է ունենալ հետանքներ, որոնք անմիջապես տեսանելի չեն։ Պետք է ձեզ տանենք հիվանդանոց ամբողջական հետազոտության համար։ Ավելի մանրամասն ուլտրաձայնային հետազոտություն, արյան անալիզներ, հսկողության շրջան։ Անահիտն անմիջապես համաձայնեց։ Արեք այն, ինչ անհրաժեշտ է։ Պարզապես ուզում եմ համոզվել, որ նա իսկապես լավ է։ Մինչ բուժաշխատողները սկսեցին նրան պատրաստել տեղափոխման համար, դուռը նորից բացվեց, այս անգամ ներս մտավ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներից մեկը, 2 համազգեստավոր ոստիկանների ուղեկցությամբ։ Նրանցից մեկ, միջին տարիքի, ալեհեր բեղերով լուրջ արտահայտությամբ մի տղամարդ, մոտեցավ Անահիտին, ձեռքին նոթատետր։ Տիկին, ես սերժանտ Գալստյանն եմ, կենտրոնի ոստիկանության բաժանմունքից։ Եկել եմ միջադեպի վերաբերյալ ձեր ցուցմունքը վերցնելու։ Դուք կարող եք մի փոքր խոսել։ Անահիտը նայեց բուժաշխատողներին, որոնք գլխով արեցին, ցույց տալով, որ մի քանի րոպե զրույցը չի վնասի, քանի դեռ նա պառկած հանգիստ է մնում։ Այո, կարող եմ խոսել, ասաց նա։ Սերժանտը աթոռ քաշեց, նստեց բուժմահճակալի կողքին։ Կարող եք ձեր բառերով պատմել, թե ինչ է տեղի ունեցել հյուրանոց ժամանելուց ի վեր։ Եվ Անահիտը պատմեց։ Այն պահից, երբ մտավ նախասրահ, տեսավ Դավթին, մոտեցավ Լիլիթը, ենթարկվեց սադրանքների, վերջապես հրվեց։ Նա խոսում էր հաստատուն ձայնով, զսպելով հուզմունքը, կենտրոնանալով փաստերի վրա։ Սերժանտը մանրակրկիտ գրի էր առնում ամեն ինչ, երբեմն հարցեր տալով մանրամասները պարզաբանելու համար։ Դուք հարձակվողին ճանաչում եք մինչ այսօր, հարցրեց նա մի պահ։ Գիտեի նրա գոյության մասին, պատասխանեց Անահիտը։ Լիլիթն աշխատում էր որպես իմ ամուսնու օգնական, բայց մենք երբեք անձամբ չէինք հանդիպել մինչ այսօր։ Իսկ ձեր ամուսինը։ Նա որևէ միջամտեց հարձակման ընթացքում։ Անահիտը կրծքավանդակում սեղմում զգաց։ Ոչ։ Նա ոչինչ չարեց։
Երբ ես ընկա, նա ավելի շատ անհանգստացավ Լիլիթին պաշտպանելով, քան ստուգելով, արդյոք ես լավ եմ։ Սերժանտը մի պահ դադարեց գրել, նայեց նրան մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր կարեկցանքի տհաճության։ Հասկանալի է, ասաց նա, նորից գրի առնելով։ Ես պետք է նրա հետ էլ խոսեմ։ Եվ հարձակվողի հետ, իհարկե։ Նա դեռ այստեղ է, հարցրեց Անահիտը։ Մեր աշխատակիցները նրան պահում են նախասրահում, հաստատեց մյուս ոստիկանը, ավելի երիտասարդ մի տղա, որը մինչ այդ լուռ էր մնացել։ Ձեր ամուսնու հետ միասին։ Երկուսն էլ պետք է ցուցմունք տան բաժանմունքում։ Այդ պահին միջանցքից բարձր ձայներ սկսեցին լսվել։ Ինչ-որ մեկը վիճում էր, տոնը անսասան հեղինակության էր։ Դուռը կտրուկ բացվեց, մի տղամարդ վճռական քայլերով ներս մտավ սենյակ։ Նա բարձրահասակ էր, անթերի սանրված ալեհեր մազերով, հագին անթերի կոստյում էր ձե։ Ռքին կաշվե պայուսակ։ Նրա դեմքը նշանավորված էր արտահայտիչ կնճիռներով, որոնք խոսում էին տասնամյակների դժվար որոշումների մասին, իսկ աչքերն այնպիսին էին, որ չէին հանդուրժում սուտ կամ կիսաճշմարտություններ։ Պարոն Կարապետյան, ասաց սերժանտ Գալստյանը, հարգանքից ակնթարթորեն ոտքի կանգնելով։ Չէինք սպասում ձեզ այստեղ։ Ես այստեղ որպես դատավոր չեմ, Գալստյան, ասաց տղամարդը, նրա ձայնը խորն էր ու զուսպ։ Ես այստեղ որպես հայր եմ։ Ինձ զանգահարեցին, ասացին, որ աղջիկս այս հյուրանոցում միջադեպի մեջ է հայտնվել։ Պետք է իմանամ, թե ինչ է տեղի ունեցել։ Սերժանտը տատանվեց, հայացք փոխանակելով երիտասարդ գործընկերոջ հետ։ Պարոն, ամբողջ հարգանքով, սա դիտարկվում է որպես հղի կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք։ Ձեր դուստրը գլխավոր կասկածյալն է։ Թերս ավելի լավ է, որ դուք ուղղակիորեն չմիջամտեք։ Տիգրան Կարապետյան։ Անահիտը վերջապես կարողացավ անուն համատեքստ տալ այդ տպավորիչ կերպարին։ Նա հայտնի էր ողջ Հայաստանում։ Ավելի քան 20 տարի դաշնային դատավոր, անզիջում, արդար բացարձակապես անկաշար համբավով։ Արդեն լսել էր, որ Դավիթը մի քանի անգամ նշել է նրա անունը, միշտ հիացմունքի երկյուղի խառնուրդով։ Լիլիթը միշտ պարծենում էր, որ ազդեցիկ հայր ունի, բայց Անահիտը երբեք չէր պատկերացնում, որ դա նա է։ Ես չեմ միջամտելու գործընթացին, հավաստիացրեց Տիգրանը, բայց նրա ձայնը մի կշիռ ուներ, որը նրա ցանկացած խոստումը վստահություն էր դարձնում։ Պարզապես ուզում եմ ապացույցները սեփական աչքերով տեսնել։ Եթե աղջիկը սխալ բան է արել, նա դրա համար կպատասխանի, ինչպես ցանկացած այլ քաղաքացի։ Բայց նախ պետք է ճշմարտությունն իմանամ։ Հյուրանոցի կառավարիչ Արմեն Հովհաննիսյանը, որը զուսպ կանգնած էր սենյակի մի անկյունում, մի քայլ առաջ արեց։ Պարոն Կարապետյան, եթե ցանկանում եք, կարող եմ ցույց տալ անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Ամեն ինչ ձայնագրված ունենք։ Տիգրանը գլխով արեց, երկուսը դուրս եկան սենյակից, ոստիկաններից մեկի ուղեկցությամբ։ Անահիտը մնաց այնտեղ, պառկած բուժմահճակալին, մարսելով, թե ինչ էր կատարվում։ Լիլիթի հայրը Հայաստանի դատական համակարգի ամենահարգված մարդկանցից մեկն էր։ Եթե նա որոշեր պաշտպանել դստերը, օգտագործել իր ազդեցությունը, Անահիտը ոչ մի շանս չէր ունենա։ Բայց նրա կեցվածքի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես նա խոսեց ճշմարտությունը տեսնելու ցանկության մասին, նրան հույսի մի փոքրիկ կայծ տվեց։ Հաջորդ րոպեները լարված լռության մեջ անցան։ Բուժաշխատողներն ավարտեցին Անահիտին տեղափոխման համար պատրաստելը, նրան դնելով անիվներով պատգարակի վրա, ամրացնելով անվտանգության գոտիները։ Սերժանտ Գալստյանը կանգնեց նրա կողքին, բացատրելով, որ հիվանդանոցում հետազոտություններից հետո նա պետք է գնա բաժանմունք, դեպքի գրանցումը պաշտոնականացնելու համար։ Եվ հետո Տիգրան Կարապետյանը վերադարձավ։ Նրա դեմքը գունատ էր, արտահայտիչ գծերն ավելի խորը, աչքերում մի բան կար, որը նախկինում չկար։ Ցավ։ Խորը հիասթափություն։ Տեսա տեսագրությունները, ասաց նա, նրա ձայնն ավելի ցածր էր, գրեթե շշուկ։ Ամեն ինչ տեսա։ 3 տարբեր տեսանկյունից, ինչպես ասաց կառավարիչը։ Կասկած չկա։ Աղջիկս դիտավորյալ ուժով հրել է այս տիկնոջը։ Դա պատահար չէր, զայթաքում չէր։ Դա գիտակցված ագրեսիա էր։ Նա մոտեցավ բուժմահճակալին, որտեղա։ Նահիտն էր, բոլորի զարմանքի համար հարգալից խոնարհվեց։ Տիկին, ասաց նա, նրա ձայնի մեջ կործանարար անկեղծություն կար, ներողություն եմ խնդրում իմ ընտանիքի անունից։ Այն, ինչ արել է աղջիկս, աններելի է։
Որպես հայր, ես այնպիսի ամոթ եմ զգում, որը բառերով հնարավոր չէ արտահայտել։ Որպես քաղաքացի, որպես օրենքի մարդ, երաշխավորում եմ, որ նա կպատասխանի իր արարքների համար։ Անահիտը չգիտեր, ինչ ասել։ Երբեք դա չէր սպասել, երբեք չէր պատկերացնում, որ իրեն հարձակվողի հայրը կգա իր մոտ ներողություն խնդրելու։ Ես շնորհակալ եմ, միայն դա կարողացավ ասել։ Տիգրանն ուղղվեց շրջվեց դեպի սերժանտը։ Գալստյան, ես կուղեկցեմ աղջկանս մինչ բաժանմունք։ Նա ցուցմունք կտա լիովին կհամագործակցի հետաքննության հետ։ Փաստաբան չի լինի, որը կփորձի դժվարացնել գործը, դատավարական հնարքներ չեն լինի։ Ճշմարտությունը պետք է հաղթի։ Պարոն, սկսեց սերժանտը, ակնհայտորեն անհարմար զգալով, դուք պարտավոր չեք դա անել։ Որպես հայր, դուք իրավունք ունեք։ Ինչի՞։ Իրավունք, ընդհատեց Տիգրանը, նրա ձայնը նորից ուժգնացավ։ Պաշտպանելու մի դստեր, որը բռնության ակտ է կատարել հղի կնոջ նկատմամբ։ Օգտագործելու իմ դիրքը, օրենքը իմ արյան օգտին ծռելու համար։ Ոչ, Գալստյան։ Ես ամբողջ կյանքս պաշտպանել եմ, որ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ես հիմա չեմ խախտի այդ սկզբունքը, անկախ նրանից, թե որքան ցավոտ է դա։ Նա շրջվեց դուրս գալու, բայց դուռն անցնելուց առաջ մեկ անգամ հետ նայեց։ Ձեզ լավ նայեք, տիկին։ Եվ ձեր երեխային։ Նա անմեղ է այս ամենում։ Եվ հետո դուրս եկավ, սենյակում թողնելով ծանր լռություն։ Անահիտը տարօրինակ հուզմունք զգաց, հիացմունքի տխրության խառնուրդ այն մարդու հանդեպ, որն ակնհայտորեն սիրում էր իր դստերը, բայց արդարությունն ավելի շատ էր սիրում։ Բուժաշխատողները սկսեցին պատգարակը հրել դեպի հյուրանոցի հետի ելքը, որտեղ սպասում էր շտապօգնության մեքենան։ Միջանցքով անցնելիս Անահիտը կարողացավ կիսաբաց դռան միջով տեսնել գլխավոր նախասրահը։ Այնտեղ Լիլիթն էր, նստած բազկաթոռին, երկու ոստիկանների կողքին։ Նրա դեմքը թարթիչաներկով էր պատված, աչքերը կա։ Լմրել էին լացից, ամբողջ ամբարտավանությունը անհետացել էր։ Փոխարենը մաքուր վախ կար։ Դավիթը մի քանի մետր հեռավորության վրա էր, լարված արտահայտությամբ հեռախոսով խոսում էր, հավանաբար զանգում էր ինչ-որ փաստաբանի։ Լիլիթը վեր նայեց հենց այն պահին, երբ Անահիտի պատգարակն անցնում էր, նրանց հայացքները հանդիպեցին։ Մի կարճ պահ Անահիտը զղջում տեսավ այնտեղ։ Ուշացած, անբավարար, բայց իրական։ Բայց նա հայացքը փախցրեց, հուզական էներգիա չուներ ծախսելու կարեկցանքի վրա նրա հանդեպ, ով փորձել էր իրեն վնասել։ Շտապօգնության մեքենան նրան տարավ Երանի քաոսային երթևեկության միջով, միացված ազդանշաններով, ճանապարհ բացելով մեքենաների ավտոբուսների միջ։ Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքն անցնում, մտածում, թե ինչպես է իր կյանքը լիովին փոխվել ժամերի ընթացքում։ Առավոտյան նա պարզապես հղի կին էր, որը գնում էր բաժանման փաստաթղթեր լուծելու։ Հիմա նա ագրեսիայի զոհ էր, ճանապարհին դեպի հիվանդանոց, դարձել էր մի գործի կենտրոն, որը ներառում էր երկրի ամենահարգված դատավորներից մեկին։ Հիվանդանոցը մեծ էր, ժամանակակից, Երանի լավագույններից մեկը։ Անահիտին ուղիղ տարան մանկաբարձական շտապօգնության բաժանմունք, որտեղ արդեն մի թիմ էր սպասում։ Հանգույցով հավաքված մազերով մի բժշկուհի, սպիտակ խալաթով, որի կրծքանշանը նշում էր նրա անունը, բժշկուհի Հասմիկ Մանուկյան, անմիջապես ստանձնեց ղեկավարումը։ Նախ կանենք ամբողջական ուլտրաձայնային հետազոտություն, բացատրեց նա, մինչ ուղեկցում էին Անահիտին հետազոտության սենյակ։ Պետք է ստուգենք, արդյոք կա ընկերքի շերտազատման, թաղանթների վաղաժամ պատռման կամ պտղի տառապանքի որե նշան։ Նա կանենք ձեր ողնաշարի մեջքի հետազոտություն, ֆիզիկական վնասների աստիճանը գնահատելու համար։ Հաջորդ 2 ժամերը հետազոտությունների շարան էին։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց երեխային այնտեղ, փոքր, բայց անթերի ձավորված, եռանդուն շարժվող։ Ընկերքը լավ տեղակայված էր, առանց շերտազատման նշանների։ Ամնիոտիկ հեղուկը նորմալ քանակի էր։ Սրտի զարկերը մնում էին ուժեղ կանոնավոր։ Անահիտը թեթացումից լաց եղավ, տեսնելով այդ պատկերը էկրանին, իր որդին շարժում էր փոքրիկ ձեռքերը։ Կարծես թափահարում էր իրեն։ Երեխան լավ է, հաստատեց բժշկուհի Հասմիկը ժպիտով։ Իսկական մարտիկ է։ Բայց դուք, սիրելիս, որոշ խնամքի կարիք կունենաք։ Դուք զգալի սալջարդ ունեք մեջքի վրա, ես կնշանակեմ բացարձակ հանգիստ առնվազն 1 շաբաթով։ Ոչ մի ճիգ, ոչ մի սթրես։
Եվ ես կուզենամ ձեզ տեսնել այստեղ հսկողական այցելությունների համար հաջորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր 3 օրը մեկ։ Անահիտը համաձայնեց ամեն ինչի հետ, պարզապես երախտապարտ լինելով, որ իր որդին ապահով է։ Բայց երբ վերջապես նրան մենակ թողեցին առանձին հիվանդասենյակում հանգստանալու, հուզական հյուծվածությունը հարվածեց նրան ալիքի պես։ Նա պառկեց հիվանդանոցային մահճակալին, նայելով սպիտակ առաստաղին, թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Նրա բջջային հեռախոսը, որը բուժաշխատողների բերած պայուսակում էր, սկսեց զանգել։ Նարեն էր, նրա փաստաբանն ու լավագույն ընկերուհին։ Անահիտը պատասխանեց խեղդված ձայնով. «Անահիտ, Աստված իմ, Անահիտ, ինչ է պատահել»։ Հենց նոր իրավաբանական նորությունների խմբում տեսա, որ Արմենիա Մարիոթում միջադեպ է եղել քո դատավոր Տիգրան Կարապետյանի դստեր մասնակցությամբ։ Ամեն ինչ լավ է։ Եվ Անահիտը պատմեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր մանրամասն հրումից մինչ Լիլիթի հոր հետ զրույցը, հետազոտությունները, երեխայի վիճակը։ Նարեն լուռ լսում էր, ընդհատելով միայն վրդովմունքի կամ անհանգստության բացականչություններով։ «Այդ Դավիթը վախկոտ է», վճռականորեն հայտարարեց Նարեն, երբ Անահիտն ավարտեց։ «Բայց տես, Անահիտ, դու ամուր գործ ունես այստեղ»։ Հղի կնոջ նկատմամբ ագրեսիան լուրջ հանցագործություն է, այս բոլոր վկաներով ու տեսագրություններով նա փախչելու ճանապարհ չունի։ Եվ եթե նրա սեփական հայրն է պատրաստ չմիջամտել, էլ ավելի լավ։ Ես վրեժ չեմ ուզում, Նարե, ասաց Անահիտը հոգնած։ Ես պարզապես խաղաղություն եմ ուզում։ Ուզում եմ կարողանալ իմ երեխային մեծացնել անվտանգության մեջ, հեռու այս ամբողջ խելագարությունից։ Եվ դու դա կունենաս, խոստացավ Նարեն։ Ես կերաշխավորեմ։ Վաղը առավոտյան կգամ հիվանդանոց, կխոսենք հաջորդ քայլերի մասին։ Առայժմ հանգստացիր։ Դու երեխան դրա կարիքն ունեք։ Երբ նրանք անջատեցին, Անահիտը ձեռքը դրեց որին, զգալով այնտեղի փոքրիկ կորությունը։ Մենք լավ կլինենք, շշնջաց նա որդուն, որը դեռ չէր կարող լսել իրեն։ Խոստանում եմ, որ մենք լավ կլինենք։ Եվ ոչ ոք, երբեք այլս, մեզ չի վնասի։ Մինույն ժամանակ Երանի մեկ այլ վայրում, իր տան առանձնասենյակում, որը գտնվում էր մի շքեղ թաղամասում, Տիգրան Կարապետյանը նստած էր դստեր դիմաց։ Լիլիթը կծկվել էր բազկաթոռում, աչքերն ուռել էին լացից, դողացող ձեռքերով բռնել էր մի բաժակ թեյ, որին նույնիսկ չէր դիպել։ Հայրիկ, խնդրում եմ, սկսեց նա 10-րդ անգամ։ Դա պոռթկում էր, ես չմտածեցի, ես։ Դու չմտածեցիր, ընդհատեց Տիգրանը, նրա ձայնի մեջ մի սառնություն կար, որը Լիլիթը երբեք չէր լսել։ Դա այն մասն է, որն ինձ ամենաշատն է վախեցնում, Լիլիթ։ Դու չմտածեցիր։ Չմտածեցիր հետանքների մասին, չմտածեցիր հղի կնոջ մասին, չմտածեցիր այն երեխայի մասին, որը նա կրում է։ Գործեցիր պոռթկումով, զայրույթով, խանդով քիչ մնաց ողբերգություն առաջացնեիր։ Բայց նա լավ է, փորձեց Լիլիթը։ Երեխան լավ է, ես իմացա։ Լուրջ հետանքներ չեն եղել։ Այս անգամ, ասաց Տիգրանը, ոտքի կանգնելով քայլելով դեպի պատուհանը։ Այս անգամ չեն եղել։ Բայց կարող էին լինել։ Եվ դու ստիպված կլինեիր դա գրել ողջ կյանքիդ ընթացքում։ Ինչպես ես։ Նա շրջվեց նրան նայելու, Լիլիթը հոր աչքերում արցունքներ տեսավ իր չափահաս կյանքում առաջին անգամ։ Դու ինձ հիասթափեցրիր, Լիլիթ։ Ոչ որպես դատավոր, այլ որպես հայր։ Ես քեզ մեծացրել եմ, որ դու ավելի լավը լինես։ Որ ունենաս կարեկցանք, էմպաթիա, ինքնատիրապետում։ Եվ դու այդ ամենը դեն նետեցիր մի ամուսնացած տղամարդու համար, որը նույնիսկ քաջություն չունեցավ պաշտպանել քեզ, երբ իրավիճակը լրջացավ։ Դավթի մասին հիշատակումը Լիլիթին ստիպեց նորից լաց լինել։ Նա նույնիսկ չպատասխանեց իմ զանգերին, երբ մենք հյուրանոցից դուրս եկանք։ Նա իր փաստաբանի հետ է, անհանգստացած սեփական հեղինակության համար։ Ինչպես պետք է լիներ, խստորեն ասաց Տիգրանը։ Նա կորցնելու շատ բան ունի։ Գործադիր կարիերա, պայմանագրեր, հանրային կերպար։ Իսկ դու, Լիլիթ, դու պատասխանելու շատ բան ունես։ Վաղը դու կգնաս բաժանմունք կպատմես ճշմարտությունը։ Ամբողջը։ Լիովին կհամագործակցես։ Եվ հետո կընդունես քո արարքների հետանքները, ինչպիսին էլ դրանք լինեն։ Իսկ եթե ինձ բանտարկել, շշնջաց Լիլիթը, վախը երում էր ձայնի մեջ։ Տիգրանը մի պահ փակեց աչքերը, երբ բացեց, այնտեղի ցավը շոշափելի էր։
Եթե բանտարկեն, դու կկրես քո պատիժը։ Եվ ես կայցելեմ քեզ, որովհետև ես քո հայրն եմ միշտ կլինեմ։ Բայց ես չեմ օգտագործի իմ դիրքը քեզ փրկելու համար։ Օրենքը բոլորի համար նույնն է, Լիլիթ։ Նա քեզ համար։ Հաջորդած լռությունը բացարձակ էր, որը խախտվում էր միայն դրսի երթեկության հեռավոր ձայնով։ Հայր դուստր, բաժանված ընտրություններ։ Ով, որոնք չէին կարող չեղարկվել, հետանքներով, որոնք դեռ առջում էին։ Արմենիա Մարիոթում տեղի ունեցած միջադեպին հաջորդած օրերը զարգացան փոթորկի պես, որին Անահիտը հետում էր հեռվից, պաշտպանված բնակարանի պատերով, որն այժմ կիսում էր միայն իր դեռ չծնված որդու հետ։ Նարեն ստանձնել էր ամեն ինչի իրավական վերահսկողությունը, վերածվելով կատաղի պահապանի, որը զտում էր յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր հարցազրույցի խնդրանք, որը հասնում էր։ Որովհետև դեպքը նորություն էր դարձել։ Մեծ նորություն։ Հրման տեսանյութը, որը ձայնագրել էր հյուրանոցի հյուրը, ինչ-որ կերպ հայտնվել էր սոցիալական ցանցերում տարածվել անտառային հրդեհի պես։ 48 ժամվա ընթացքում այն արդեն դիտել էին ավելի քան 5 միլիոն մարդ, անհամար անգամ կիսվել, մեկնաբանվել հեռուստահաղորդումներում, քննարկվել կարևոր թերթերի խմբագրականներում։ Պատմությունը պարզ էր ազդեցիկ։ Հղի կինը հարձակման է ենթարկվել իր ամուսնու սիրուհու կողմից շքեղ հյուրանոցում, մինչ սեփական ամուսինը դիտում էր առանց միջամտելու։ Հանրային վրդովմունքն անմիջական էր ջախջախիչ։ Լիլիթը մեկ գիշերվա մեջ դարձավ սոցիալական ցանցերի ամենաատելի անուններից մեկը։ Նրա լուսանկարը շրջանառվում էր պախարակման հեշթեգներով, ամբողջական էջեր էին նվիրված նրա վարքագիծը բացահայտելուն, նրա կյանքի յուրաքանչյուր մանրամասն սկսեց հանրայնորեն քննվել։ Պարզեցին, որ նա ստել էր իր մասնագիտական ինքնակենսագրականում, որ նախկինում ունեցել էր այլ արտամուսնական կապեր, որ նախորդ աշխատավայրերում նախազգուշացվել էր անպատշաճ վարքի համար։ Ճշմարտություն թե չափազանցություն, այլս կարևոր չէր, հանրային կարծիքի մեքենան շարժման մեջ էր, ոչինչ այն չէր կանգնեցնի։ Դավիթն անվնաս դուրս չեկավ։ Նրա ընկերությունը, տեխնոլոգիական միջազգային կորպորացիա, որն ուներ հստակ սահմանված կորպորատիվ արժեքներ, ներառյալ հարգանքն ու ազնվությունը, արագ գործեց։ Միջադեպից 2 օր անց նա հեռացվեց գործադիր տնօրենի պաշտոնից, աշխատավարձի կրճատմամբ մինչ ներքին։ Հետաքննություն էր անցկացվում։ Մեկ շաբաթ անց հեռացումը դարձավ վերջնական։ Պաշտոնական հաղորդագրության մեջ խոսվում էր էթիկական վարքագծի խախտման ընկերության արժեքների հետ անհամատեղելիության մասին։ Ոչ պաշտոնական հաղորդագրությունը, որը շրջանառվում էր միջանցքներում աշխատակիցների WhatsApp խմբերում, շատ ավելի ուղիղ էր։ Ոչ ոք չէր ուզում կապ ունենալ այն մարդու հետ, որը լքել էր իր հղի կնոջը։ Խորհրդատվական պայմանագրերը չեղարկվեցին։ Դասախոսությունների միջոցառումների հրավերները հետ կանչվեցին։ Դավիթը, որը միշտ խնամքով կերտել էր իր հաջողակ հարգարժան գործադիրի կերպարը, տեսավ, թե ինչպես է ամեն ինչ փլուզվում։ Եվ ամենավատը, Անահիտը դա գիտեր Նարեի միջոցով, այն էր, որ Դավիթը մեղադրում էր իրեն։ Մեղադրում էր Անահիտին հյուրանոց գնալու, փաստաթղթերը պարզապես փոստով չուղարկելու, այդ իրավիճակը ստեղծելու համար։ Նրա, իրականությունը խեղաթյուրելու, իրեն զոհի տեղ դնելու ունակությունը միաժամանակ անհավատալի էր թվում, թեթացնում էր նրան, որ այլս ամուսնացած չէր նրա հետ։ Բայց մինչ դրսում աշխարհը եռում էր կարծիքներով ու դատողություններով, Անահիտը կենտրոնացած էր շատ ավելի կարևոր բանի վրա՝ գոյատել։ Միջադեպից հետո առաջին շաբաթն ամենադժվարն էր։ Մեջքի ցավերն ուժեղ էին, պահանջում էին ամենօրյա ֆիզիոթերապիա դեղամիջոցներ, որոնք բժշկուհի հասմիկը զգուշությամբ էր նշանակում, երեխային չվնասելու համար։ Հուզական սթրեսն արտահայտվում էր անկնությամբ, կրկնվող մղձավանջներով, որտեղ նա դանդաղեցված կադրերով վերապրում էր հրման պահը, որդու առողջության վերաբերյալ մշտական անհանգստությամբ։ Բայց երեխան, այն փոքրիկ մարտիկը, ինչպես բժշկուհի Հասմիկն էր նրան անվանում, շարունակում էր ուժեղ մնալ։ Յուրաքանչյուր հսկողական այցելության ժամանակ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տալիս կատարյալ զարգացում։ Նա եռանդուն շարժվում էր, ծծում էր մատը, շրջվում մի կողմից մյուսը արգանդի դեռս ընդարձակ տարածքում։ Այցելություններից մեկի ժամանակ բժշկուհին ժպտաց մեկնաբանեց. «Այս մեկը ծնվելուց հետո շատ գործ կտա, տեսեք, թե ինչ էներգիա ունի»։ Եվ Անահիտը օրերի մեջ առաջին անգամ ժպտաց, պատկերացնելով, թե ինչպիսին կլինի այդ երեխային գրկելը, նրա դեմքը տեսնելը, նրա լացը լսելը։ Տղա կլինի, թե աղջիկ։ Նա դեռ չգիտեր, որոշել էր սպասել իմանալ միայն ծննդյան պահին։
Բայց անկախ դրանից, այդ երեխան արդեն նրա ամբողջ աշխարհն էր, նրա պատճառը ուժեղ մնալու, երբ իր ներսում ամեն ինչ գոռում էր փլուզվելու մասին։ Միջադեպից 3 շաբաթ անց Նարեն եկավ Անահիտի բնակարան, փաստաթղթերով լի թղթապանակով լուրջ արտահայտությամբ։ Նրանք կարևոր հանդիպում ունեին քննարկելու։ Նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, որտեղ Անահիտը սուրճ էր պատրաստել, ուտում էր օրվա 3-րդ ջեմով տոստը, միակ բաները, որոնք նրա ստամոքսը կարծես ընդունում էր առանց սրտխառնոցի։ Դատախազությունը պնդում է ամբողջական քրեական գործի վրա, սկսեց Նարեն, բացելով թղթապանակը։ Հարձակում, պտղի կյանքին վտանգ սպառնալու ծանրացուցիչ հանգամանքով, հասարակական կարգի խանգարում, մի քանի տեխնիկական մեղադրանքներ։ Եթե գործն առաջ գնա, Լիլիթը կարող է ստանալ 2-ից 6 տարվա ազատազրկում, կախված դատավճռից։ Անահիտը կրծքավանդակում սեղմում զգաց։ 6 տարին շատ է թվում, ասաց նա, վստահ չլինելով, թե ինչ է զգում։ Նարեն զարմացած նայեց նրան։ Անահիտ, նա քեզ հրեց, իմանալով, որ դու հղի ես։ Նա վտանգի տակ դրեց ոչ միայն քո, այլ քո երեխայի կյանքը։ 6 տարին նույնիսկ քիչ է, հաշվի առնելով ծանրությունը։ Գիտեմ, Նարե, բայց Անահիտը հոգոց հանեց, գթալով խառնելով սուրճը։ Ես պարզապես մտածում եմ նրա հոր մասին։ Դատավոր Կարապետյանի։ Նա արդեն այնքան է տառապում այս ամենից։ Նա կանգնեց ճշմարտության կողքին, չփորձեց պաշտպանել նրան, դրա համար բարձր գին է վճարում։ Դատավոր Կարապետյանն արեց այն, ինչ ճիշտ էր, վճռականորեն ասաց Նարեն։ Եվ այո, նա հուզական գին է վճարում։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ նրա դուստրը հանցագործություն է կատարել։ Անահիտ, դու չես կարող թույլ տալ, որ նրա հանդեպ կարեկցանքը ստիպի քեզ ընդունել ավելի քիչ, քան արդարությունն է քեզ երեխայիդ համար։ Անահիտը մի պահ լուռ մնաց, մտածկոտ։ Ապա Նարեն շարունակեց. Բայց կա մեկ այլ տարբերակ։ Լիլիթի փաստաբանը կապվել է ինձ հետ, համաձայնության առաջարկով։ Նա կընդունի իր մեղքը, կընդունի բոլոր մեղադրանքները, փոխարենը կխնդրի այլընտրանքային պատիժ, լայնածավալ հանրային աշխատանք, պարտադիր հոգեբանական հսկողություն, սոցիալ դաստիարակչական միջոցառումներ, պայմանական ազատություն, խիստ սահմանափակումներով։ Նա կունենա մշտական դատվածություն, բայց բանտ չի գնա։ Իսկ դու ինչ ես կարծում, հարցրեց Անահիտը։ Նարեն զգուշությամբ ընտրեց բառերը։ Կարծում եմ, դա քո որոշումն է։ Իրավական տեսանկյունից մենք շատ ուժեղ գործ ունենք։ Կարող էինք մինչ վերջ գնալ հավանաբար հաղթել։ Բայց մարդկային տեսանկյունից, այն տեսանկյունից, թե ինչն է լավագույնը քո հոգեկան առողջության երեխայիդ համար։ Թերս համաձայնությունն ավելի առողջարար է։ Քրեական գործերը երկար են, հյուծիչ, քեզ ամիսներով կամ նույնիսկ տարիներով կքարշ տան դատարաններ։ Դու ուզում ես դրա միջով անցնել հղի հետո նորածնի հետ։ Անահիտը ձեռքը դրեց փորին, զգալով մի փոքրիկ հարված, կարծես երեխան իր կարծիքն էր հայտնում։ Ոչ, շշնջաց նա։ Ես այլս պատերազմ չեմ ուզում։ Ես խաղաղություն եմ ուզում։ Ուզում եմ կարողանալ կենտրոնանալ մայր լինելու վրա։ Ուրեմն ընդունիր համաձայնությունը, առաջարկեց Նարեն։ Բայց պայմաններով։ Բացի արդեն առաջարկվածից, ես կպահանջեմ, որ Լիլիթը մասնակցի կանանց նկատմամբ բռնության մասին ծրագրերի, որ կամավորական աշխատանք կատարի հղիներին աջակցող կլինիկաներում, որ դառնա անմիտ արարքների հետանքների կենդանի օրինակ։ Եվ ես ուզում եմ մշտական սահմանափակման որոշում, նա այլս երբեք չի կարող մոտենալ քեզ կամ քո երեխային։ Անահիտը գլխով արեց։ Արա դա։ Բայց Նարե, մի բան կա, որ ուզում եմ ավելացնել։ Ուզում եմ, որ նրա պատժի մի մասը լինի հրապարակայնորեն խոսելն իր արածի մասին, պատասխանատվություն ստանձնելը, ոչ թե որպես վաստացում, այլ որպես դաստիարակություն։ Քանի իմպուլսիվ մարդ կա շուրջը, որոնք բաներ են անում, չմտածելով հետանքների մասին։ Եթե նրա պատմությունը կարողանա կանխել, որ դա տեղի ունենա մեկ այլ կնոջ հետ, արդեն ինչ-որ բան արժե։ Նարեն ժպտաց, դա հպարտության հիացմունքի ժպիտ էր։ Դու շատ ավելի ուժեղ ես դառնում, քան էիր, Անահիտ։ Ես դա կներառեմ համաձայնության մեջ։ Եվ այսպես, միջադեպից 1.5 ամիս անց համաձայնությունը կնքվեց։ Լիլիթը ներկայացավ դատարան, հոր ուղեկցությամբ, երկուսն էլ պաշտոնական հագուստով, երկուսն էլ լուրջ արտահայտություններով։ Նա ընդունեց իր մեղքը բոլոր մեղադրանքներով, ընդունեց պարտադրված պայմանները, դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատության, համաձայնության մեջ նախատեսված բոլոր պարտավորություններով։
Դատավորը, որը նախագահում էր նիստը, ալեհեր մազերով թափանցող հայացքով մի կին, հստակ էր դատավճիռը հայտարարելիս. Այլընտրանքային պատժի ողորմածությունը չի նվազեցնում հանցագործության ծանրությունը, պայմանների ցանկացած խախտում կհանգեցնի անհապաղ ազատազրկման։ Անահիտը նիստին հետում էր տեսակապով, քանի որ բժշկուհի Հասմիկը խորհուրդ չէր տվել, որ նա ջանք գործադրի գնա դատարան։ Նա տեսավ, թե ինչպես է Լիլիթը դողացող ձեռքերով ստորագրում փաստաթղթերը, տեսավ Տիգրան Կարապետյանին դստեր կողքին, արժանապատիվ, բայց տեսանելիորեն հուզված կեցվածքով, զգաց ավարտի մի տարօրինակ զգացում։ Դա բավարարվածություն չէր, կատարված վրեժ չէր։ Դա պարզապես այն զգացումն էր, որ մի դժվար գլուխ վերջապես ավարտվում է։ Հաջորդ ամիսները խորը փոփոխություններ բերեցին։ Դավիթը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել փաստաբանների միջոցով, ցանկանալով բանակցել վերջնական բաժանման ամուսնալուծության պայմանների շուրջ։ Նարեն ամեն ինչ կարգավորեց արդյունավետ անողոք կերպով։ Գույքի բաժանումը արդար էր, բայց բարենպաստ Անահիտի համար, հաշվի առնելով իրավիճակը։ Որդու համար ալիմենտը սահմանվեց զգալի չափով։ Եվ ամենակարևորը, Դավթի այցելության իրավունքները պայմանավորվեցի։ Կանոնավոր հոգեբանական գնահատումներով միշտ մասնագետի հսկողությամբ, առնվազն երեխայի կյանքի առաջին տարիներին։ Դավիթը փորձեց վիճարկել, պնդելով, որ իր հետ անարդար են վարվում, բայց նրա սեփական փաստաբանը խորհուրդ տվեց ընդունել։ Հանրային կարծիքը նրա դեմ էր, ցանկացած դատավոր, որը կուսումնասիրեր գործը, տեսած կլիներ միջադեպի տեսանյութերը, նա պարզապես չէր կարող պնդել, որ պատշաճ հայր է, երբ լքել էր իր երեխայի մորը այն պահին, երբ նա ամենաշատն էր պաշտպանության կարիք ունեցել։ Մինչ այս ամենը զարգանում էր իրավական կուլիսներում, Անահիտը սկսեց անձնական վերականգնման գործընթաց։ Ֆիզիոթերապիան վերականգնեց նրա մեջքի շարժունակությունը, տրավմայի մեջ մասնագիտացած հոգեբանի հետ շաբաթական թերապիան օգնեց նրան մարսել տեղի ունեցածը, իսկ իր կրած որդու հանդեպ աճող սերը նրան մի ուժ տվեց, որը նա չգիտեր, որ ունի։ Նա դադարեց լաց լինել, նայելով անկողնու դատարկ կողմին։ Սկսեց պլաններ կազմել բնակարանի նախկին աշխատասենյակը մանկական սենյակի վերածելու համար։ Գնեց փոքրիկ հագուստներ, բաց գույնի փայտե օրորոց, գունավոր խաղալի քներ, որոնք մեղմ երաժշտություն էին նվագում։ Յուրաքանչյուր նախապատրաստություն հույսի ակտ էր, հայտարարություն, որ կյանքը շարունակվում է, որ ապագան կլինի տարբեր ավելի լավ։ Հղիության 6-րդ ամսին Անահիտը սկսեց մասնակցել միայնակ մայրերի աջակցության խմբի։ Այնտեղ նա հանդիպեց այլ կանանց, տարբեր պատմություններով, բայց նույն ընդհանուր հայտարարով։ Նրանք մայրությանը դիմակայում էին մենակ, ընտրությամբ կամ հանգամանքների բերումով, վճռական էին հաջողության հասնել։ Նրանք դարձան նրա աջակցության ցանցը, նրա ընկերները, նրա նոր ընտրված ընտանիքը։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Անահիտը ծանոթացավ Սոնայի հետ, կանանց իրավունքների մեջ մասնագիտացած փաստաբանի, որն աշխատում էր ընտանեկան հուզական բռնության դեմ պայքարող ՀԿ-ում։ Սոնան լսեց Անահիտի պատմությունը, հրավեր արեց։ Դու երբե մտածել ես քո փորձը հրապարակայնորեն կիսելու մասին։ Ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող։ Այնքան շատ կանայք կան, որոնք նմանատիպ իրավիճակների միջով են անցնում, իրենց մենակ են զգում, կարծում են, որ դա իրենց մեղքն է։ Դու կարող էիր օգնել նրանց։ Գաղափարը սկզբում վախեցրեց Անահիտին։ Նա դիտավորյալ հեռու էր մնացել լրատվամիջոցներից, մերժել բոլոր հարցազրույցները, համեստ կերպար էր պահպանել։ Բայց որքան շատ էր մտածում դրա մասին, այնքան ավելի շատ էր զգում, որ թեր ժամանակն է իր ցավը նպատակի վերածելու։ Ոչ անմիջապես, որոշեց նա։ Նախ ուզում եմ ունենալ իմ երեխային, վերականգնվել ծննդաբերությունից, հարմարվել մայրությանը։ Բայց հետո… Թերս, այո։ Հղիության 7-րդ 8-րդ ամիսներն ամենադժվարն էին ֆիզիկապես։ Փորը զգալիորեն մեծացել էր, դժվար էր դարձել քնելը, երկար տարածություններ քայլելը կամ նույնիսկ սեփական կոշիկները կապելը։ Բայց Անահիտը յուրաքանչյուր անհարմարությանը դիմակայում էր երախտագիտությամբ։ Երեխայի յուրաքանչյուր հարված, յուրաքանչյուր սկրտոց, որը նա զգում էր փորի մեջ, յուրաքանչյուր անգամ, երբ գիշերը 3 անգամ պետք է վեր կենար զուգարան գնալու, այս ամենը հիշեցում էր, որ շուտով, շատ շուտով, նա կհանդի իր որդուն։ Նարեն սկսեց գրեթե ամեն օր այցելել նրան, ուտելիք բերելով, զրուցելով, օգնելով նախապատրաստական աշխատանքներին։ Անահիտի մայրը, որն ապրում էր Երանից դուրս, եկավ նրա հետ անցկացնելու ծննդաբերությունից առաջ վերջին շաբաթները։ Եվ ամիսների մեջ առաջին անգամ Անահիտն իրեն մենակ չզգաց։ Մի երեքշաբթի առավոտ, ծննդաբերության նախատեսված օրվանից 3 օր առաջ, սկսվեցին կծկումները։
Անահիտն արթնացավ առավոտյան ժամը 5-ին մի ցավով, որը տարբերվում էր մյուսներից, որոնք զգացել էր, մի ցավ, որը գալիս էր կանոնավոր ալիքներով։ Ուշ գնանալով նա արթնացրեց մորը, որն անմիջապես անցավ գործի, վերցնելով շաբաթներ առաջ արդեն պատրաստված պայուսակը, տաքսի կանչելով, Անահիտին հանգստացնելով մխիթարական խոսքերով։ Հիվանդանոցն առավոտյան այդ ժամին լուռ էր։ Բժշկուհի Հասմիկին կանչեցին, նա ժամանեց 1 ժամից էլ քիչ ժամանակում, ստանձնելով ղեկավարումն այն հանգիստ հմտությամբ, որը բնորոշ էր նրա ողջ աշխատանքին։ Նա զննեց Անահիտին, հետեց երեխային ժպիտով հայտարարեց. Ամեն ինչ լավ է ընթանում, բայց դեռ մի քանի ժամ կպահանջվի, այնպես որ շնչիր, հանգստացիր, վստահիր գործընթացին։ Հաջորդած ժամերն Անահիտի կյանքի ամենալարվածն էին։ Կծկումների ցավը նման չէր ոչ մի բանի, որ նա երբեք զգացել էր, ալիքներ, որոնք ամբողջությամբ կլանում էին նրան, նախքան նահանջելը նրան մի քանի րոպե թեթացում տալը։ Բայց ողջ ցավի միջով կար մի անսասան վստահություն։ Նա պատրաստվում էր հանդիպել իր որդուն։ Այն երեխային, որի համար պայքարել էր, որի համար գոյատել էր, որի համար վերակառուցել էր իր ամբողջ կյանքը։ Ցերեկվա ժամը 3-ին 10 ժամ տաց ծննդաբերությունից հետո բժշկուհի Հասմիկը վերջապես ասաց այն խոսքերը, որոնք Անահիտը փափագում էր լսել։ Ժամանակն է ջիգ գործադրելու, Անահիտ, քո երեխան պատրաստ է ծնվելու։ Եվ Անահիտը ջիգ գործադրեց։ Ջիգ գործադրեց իր մնացած ողջ էներգիայով, այն ողջ վճռականությամբ, որը կուտակել էր այս դժվար ամիսներին, այն ողջ սիրով, որն արդեն զգում էր այն երեխայի հանդեպ, որին դեռ չէր տեսել։ Ցավն անհնար էր նկարագրել, բայց նրան դա չէր հետաքրքրում։ Նա պարզապես ուզում էր, որ դա ավարտվի, պարզապես ուզում էր գրկել իր որդուն։ Եվ հետո, վերջապես, լսվեց լացը։ Բարձր, վրդովված, ուժեղ։ Ամենագեղեցիկ լացը, որ Անահիտը երբեք լսել էր իր ողջ կյանքում։ Տղա է, հայտարարեց բժշկուհի Հասմիկը, լայն ժպտալով, մինչ բարձրացնում էր երեխային, որպեսզի Անահիտը կարողանա տեսնել։ Գեղեցիկ լիովին առողջ տղա։ Անահիտի արցունքները թեթացման, ուրախության, մաքուր ջախջախիչ սիրո արցունքներ էին։ Նրանք երեխային դրեցին նրա կրծքին, այն փոքրիկ էակին, որը դեռ պատված էր պտղածվով դեմքը կարմրել էր լացից, Անահիտը հիացմունքով նայեց նրան։ Նա փոքրիկ էր, բայց կատարյալ։ 10 մատ ձեռքերին, 10 ոտքերին, մի փունջ մուգ մազեր, աչքեր, որոնք փորձում էին ցվել աշխարհն առաջին անգամ տեսնելու համար։ Բար, սեր իմ, շնջաց նա, ձայնը խեղդված հուզմունքից։ Ես քո մայրն եմ։ Եվ ես քեզ սիրում եմ այս աշխարհում ամեն ինչից շատ։ Երեխան դադարեց լաց լինել, լսելով նրա ձայնը, կարծես ճանաչում էր այն։ Գլուխը շրջեց դեպի նա, փնտրելով, Անահիտը զգաց, որ սիրտը լցվում է մի զգացումով, որն այնքան ուժեղ էր, որ նույնիսկ ցավեցնում էր։ Այն ամենը, ինչի միջով անցել էր, ողջ ցավը, ողջ նվաստացումը, ողջ տառապանքը, հանկարծ իմաստ ստացավ։ Որովհետև այդ տղան այնտեղ էր, կենդանի, առողջ, կատարյալ։ Եվ նա իրենն էր։ Նարեկ, ասաց նա, անունը բնականաբար դուրս եկավ նրա շուրթերից։ Քո անունը Նարեկ է։ Նշանակում է նա, ով Աստծո պես է, ուժեղ պաշտպան։ Եվ դու այդպիսին ես, որդիս։ Դու իմ փոքրիկ մարտիկն ես։ Հիվանդանոցում անցկացրած օրերը հարմարվողականության բացահայտումների օրեր էին։ Անահիտը սովորեց կրծքով կերակրել, տակտիրներ փոխել, մեկնաբանել Նարեկի լացի տարբեր տեսակները։ Նրա մայրը միշտ մոտ էր, օգնում էր, ուղղորդում այն իմաստությամբ, որը բնորոշ է նրան, ով արդեն անցել է դրա միջով։ Նարեն այցելեց մի հսկայական փափուկ արջուկով արցունքներով աչքերին, երբ առաջին անգամ գրկեց Նարեկին։ Եվ աջակցության հաղորդագրություններ էին գալիս բոլոր կողմերից, ընկերներից, գործընկերներից, կանանցից, որոնց Անահիտը նույնիսկ անձամբ չէր ճանաչում, բայց որոնք հետել էին նրա պատմությանը։ Դավիթը խնդրեց այցելել որդուն հիվանդանոցում։ Անահիտը երկար մտածելուց հետո համաձայնեց, բայց միայն Նարեի ներկայությամբ սահմանափակ ժամանակով։ Նա եկավ սովորական հագուստով, որը տարօրինակ էր նայվում նրա վրա, քանի որ նա այնքան սովոր էր գործնական կոստյումին։ Ձեռքին փաթեթավորված նվեր էր, դեմքին մի արտահայտություն, որը Անահիտը չէր կարողանում լիովին վերծանել, հետաքրքրության, անհարմարության մի բանի խառնուրդ, որը թերս զղջում էր։ Նա նայեց Նարեկին, որը հանգիստ քնած էր Անահիտի մահճակալի կողքի օրորոցում, երկար լուռ մնաց։ Նա գեղեցիկ է, ասաց վերջապես ցածր ձայնով։ Այո, համաձայնեց Անահիտը։ Եվ ուժեղ։ Վերապրող։ Դավիթը հասկացավ ակնարկը հայացքը փախցրեց։
Անահիտ, ես։ Սկսեց նա, բայց նա ձեռքը բարձրացրեց ընդհատելով. Ես ներողություն չեմ ուզում, Դավիթ։ Ոչ հիմա։ Թերս երբեք։ Այն, ինչ դու արեցիր, կամ ավելի ճիշտ, այն, ինչ դու չարեցիր այն օրը հյուրանոցում, մի բան է, որը ես չեմ կարող պարզապես ներել մոռանալ։ Բայց Նարեկը քո որդին է, նա իրավունք ունի ճանաչելու իր հորը։ Երբ դու պատրաստ լինես իսկապես հայր լինելու, ներկա լինելու հետողական առողջով, մենք կարող ենք խոսել կանոնավոր այցելությունների մասին։ Մինչ այդ, խորհուրդ եմ տալիս, որ նախ լուծես քո սեփական խնդիրները։ Դավիթը գլխով արեց, չվիճելով։ Թողեց նվերը, մեկ անգամ նայեց Նարեկին, հեռացավ։ Անահիտը տխրություն չզգաց, տեսնելով նրա հեռանալը։ Նա զգաց միայն հանգիստ խաղաղություն, վստահություն, որ ճիշտ որոշում է կայացրել։ Նարեկի ծնունդից մեկ շաբաթ անց Անահիտը բնակարանում անսպասելի այցելու ունեցավ։ Նրա մայրը բացեց դուռը, վերադարձավ զարմացած արտահայտությամբ։ Այստեղ մի պարոն է, որն ասում է, թե դատավոր Տիգրան Կարապետյանն է։ Նա խնդրեց մի քանի րոպե ձեզ ժամանակից։ Անահիտը կերակրում էր Նարեկին հյուրասե։ Նյակում, երբ Տիգրանը ներս մտավ, ձեռքին սպիտակ ծաղիկների պարզ փունջ։ Նա կանգնեց մուտքի մոտ, ակնհայտորեն անհարմար, բայց վճռական։ Ներողություն եմ խնդրում ներխուժման համար, ասաց նա։ Գիտեմ, որ իրավունք չունեմ այստեղ լինելու, բայց կցանկանայի ընդամենը մի քանի րոպե։ Կարող եք նստել, ասաց Անահիտը, ցույց տալով բազկաթոռը։ Նարեկը հենց նոր կերավ, գրեթե քնած է, այնպես որ կարող ենք զրուցել։ Տիգրանը նստեց բազկաթոռի եզրին, կարծես պաշտոնական հարցազրույցի լիներ։ Եկել եմ շնորհակալություն հայտնելու, սկսեց նա։ Շնորհակալություն հայտնելու դատական համաձայնությունն ընդունելու համար։ Գիտեմ, որ դուք կարող էիք շատ ավելին պահանջել, կարող էիք պնդել ազատազրկման վրա, ոչ ոք ձեզ դրա համար չէր մեղադրի։ Բայց դուք ցուցաբերեցիք մի կարեկցանք, որին իմ դուստրը ձեզանից արժանի չէր։ Անահիտը Նարեկին հարմարեցրեց գրկում, նայելով որդու հանգիստ դեմքին։ Ես դա նրա համար չեմ արել, ասաց անկեղծորեն։ Ես դա արել եմ ինձ համար։ Նարեկի համար։ Չէի ուզում նրա կյանքի առաջին տարիներն անցկացնել գործերի դատական նիստերի մեջ։ Ես խաղաղություն էի ուզում։ Բայց հուսով եմ, որ Լիլիթն այս հնարավորությունը կօգտագործի իսկապես փոխվելու, ավելի լավ մարդ դառնալու համար։ Տիգրանը գլխով արեց, աչքերը խոնավացել էին։ Նա փորձում է։ Մասնակցել է բռնության զոհերին աջակցող ծրագրի առաջին նիստին, հանրային աշխատանք է կատարում ցածր եկամուտ ունեցող հղիների համար նախատեսված կլինիկայում, շաբաթական 2 անգամ գնում է թերապիայի։ Չգիտեմ, դա բավարար կլինի նրան քավելու համար, բայց դա սկիզբ է։ Լռություն տիրեց, հետո Տիգրանը նորից խոսեց, այս անգամ ավելի ցածր հուզված ձայնով։ Ես տեսա ձեզ նրա հետ, ձեր որդու հետ, տեսա այնտեղի սերը։ Եվ մտածում եմ այն ամենի մասին, ինչի միջով դուք անցել եք, ինչպես եք ուժեղացել այս ամենի միջով, ինձ պատիվ եմ զգում, որ ականատես եմ եղել, թեկուզ հեռվից, այս վերափոխմանը։ Դուք արտասովոր կին եք, Անահիտ։ Ձեր որդին բախտավոր է, որ ձեզ ունի որպես մայր։ Անահիտը զգաց, որ աչքերն այրվում են, բայց ժպտաց։ Շնորհակալ եմ։ Եվ ես ցավում եմ այն ամենի համար, ինչի միջով դուք եք անցնում։ Գիտեմ, որ դուք սիրում եք ձեր դստ։ Երը, հեշտ չպետք է լիներ անել այն, ինչ դուք արեցիք։ Հայրը սիրում է իր երեխաներին անվերապահորեն, ասաց Տիգրանը, ոտքի կանգնելով գնալու։ Բայց սերը չի նշանակում պաշտպանել նրանց իրենց ընտրությունների հետանքներից։ Դա նշանակում է սովորեցնել նրանց լինել ավելի լավ մարդիկ, նույնիսկ երբ դա ցավոտ է։ Նա հրաժեշտ տվեց, հեռացավ, թողնելով Անահիտին այնտեղ, քնած Նարեկի հետ գրկում, մտածելով սիրո, ուժի, նոր սկիզբների բոլոր տարբեր ձերի մասին։ 2 տարի էր անցել Արմենիա Մարիոթում տեղի ունեցած այն հինգշաբթի առավոտից, Անահիտը հազիվ էր ճանաչում այն կնոջը, որն ինքն էր եղել այդ օրը։ Նա նայում էր հայելու մեջ, տեսնում էր մեկ ուրիշին, ավելի ուժեղ, ավելի վստահ, աչքերում մի փայլով, որը չէր գալիս ռոմանտիկ պատրանքներից կամ հարաբերությունների մասին սպասումներից, այլ շատ ավելի խորը տական բանից, նպատակից։ Նարեկն այժմ 2 տարեկան էր, կենսունակ հետաքրքրասեր երեխա, որը բնակարանը լցնում էր ծիծաղով, անվերջ հարցերով, անսպառ էներգիայով։ Նրա մուգ մազերը աճել էին անկառավարելի գանգուրներով, որոնք անահ
Իտը սիրում էր սանրել ամեն առավոտ, իսկ նրա շագանակագույն աչքերը փայլում էին խելքով չարաճճիությամբ, երբ նա հորինում էր իր ամենօրյա չարաճճիությունները։ Նա անդադար խոսում էր, ճիշտ բառերի միայն իրեն հասկանալի բառերի հմայիչ խառնուրդով, ստեղծելով մանրամասն պատմություններ իր խաղալիքների իր աշխարհը բնակեցնող երակայական կերպարների մասին։ Ամեն առավոտ Անահիտն արթնանում էր Նարեկի, իր մահճակալին թռչկոտելուց, բղավելով «մամա, արթնացիր, խաղանք»։ Եվ նա արթնանում էր ժպտալով, նույնիսկ այն օրերին, երբ հոգնածությունը ծանրացել էր ոսկորներին, որովհետև այդ երեխան իր հրաշքն էր, իր նպատակը, իր ամենամեծ ձեռքբերումը։ Նարեկի զարգացման յուրաքանչյուր փուլ, առաջին անկայուն քայլերից մինչ առաջին բառերը, նշվել էր ուրախության արցունքներով անհամար լուսանկարներով, որոնք լցրել էին Անահիտի հեռախոսը։ Դավիթն այցելում էր Նարեկին ամիսը մեկ անգամ, միշտ հսկողության տակ պայմանավորված ժամերին։ Նա թերապիայի էր գնացել, ինչպես պահանջել էր Անահիտը, կամաց-կամաց փորձում էր որոշակի հարաբերություններ կառուցել որդու հետ։ Նա երբեք չէր լինի այն ներկա հայրը, որին Նարեկն արժանի էր, Անահիտը դա ընդունել էր, բայց գոնե հիմա նա փորձում էր։ Նա տեղափոխվել էր Գյումրի, որտեղ աշխատանք էր գտել ավելի փոքր ընկերությունում, հեռու այն գործադիր փայլից, որը մի օր ճանաչել էր։ Նրա կարիերան երբեք լիովին չվերականգնվեց, Անահիտը ընդհանուր ծանոթների միջոցով գիտեր, որ նա համեստ միայնակ կյանք էր վարում, դեռ փորձելով վերականգնել մի հեղինակություն, որը թերս երբեք լիովին չէր վերականգնվի։ Լիլիթը բարեխղճորեն կատարում էր իր դատական համաձայնության պայմանները։ Նա աշխատում էր բռնության զոհ կանանց աջակցող ՀԿ-ում, մասնակցում էր իմպուլսների վերահսկման բռնի գործողությունների հետանքների մասին կրթական դասախոսությունների, ինչ-որ առումով դարձել էր օրինակ, թե ինչպես կարելի է փորձել ուղղել լուրջ սխալները։ Անահիտը դատավարությունից հետո նրա հետ ուղղակի շփում չուներ, նախընտրում էր այդպես։ Պարտադիր չէ, որ ներում կար, բայց այլս զայրույթ էլ չկար։ Պարզապես հարգալից հեռավորություն հույս, որ յուրաքանչյուրը կգնա իր բուժման ճանապարհով։ Բայց Անահիտի կյանքի ամենանշանակալի փոփոխությունը ոչ թե նրան շրջապատող մարդկանց մեջ էր, այլ իր մեջ։ Նարեկի ծնունդից 6 ամիս անց, երբ վերջապես իրեն պատրաստ զգաց, նա ընդունել էր Սոնայի հրավերը կիսելու իր պատմությունը։ Առաջին դասախոսությունը համալսարանի փոքր դահլիճում էր, մոտ 50 հոգու համար, հիմնականում երիտասարդ կանանց։ Անահիտն այնքան էր նյարդայնացած, որ ձեռքերը դողում էին, բռնելով խոսափողը, մի պահ մտածեց հրաժարվել, փախչել այդ սենյակից։ Բայց հետո նա նայեց լսարանին, տեսավ ուշադիր, հուսալի դեմքեր, որոշներ արտահայտություններով, որոնք ճանաչում էին նմանատիպ ցավ, ինչպիսին ինքն էր ապրել։ Եվ սկսեց խոսել։ Նա պատմեց իր պատմությունը առանց չափազանցված դրամատիզացիայի, առանց խղճահարություն փնտրելու, պարզապես այն մերկ ճշմարտությամբ, ինչ ապրել էր։ Խոսեց փլուզված ամուսնության, դավաճանության, հրման որդուն կորցնելու վախի, այն ուժի մասին, որը հայտնաբերեց իր մեջ, երբ մտածում էր, որ այլս ոչինչ չունի։ Եվ երբ ավարտեց, դահլիճի լռությունը տեց մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին։ Հետո եկան ծափահարությունները։ Ուժեղ, հուզված, մի քանի հոգի ոտքի կանգնած։ Եվ ծափահարություններից ավելի կարևոր եկան հարցերը, այլ կանանց վկայությունները, որոնք կիսվում էին իրենց սեփական պատմություններով, անծանոթների գրկախառնությունները, որոնք դարձան քույրեր ցավի բուժման մեջ։ Անահիտը դուրս եկավ այդ դասախոսությունից, իմանալով, որ գտել է մի բան, որը փնտրում էր, առանց իմանալու։ Տրավման նպատակի, ցավը հավաքական ուժի վերածելու միջոց։ Դասախոսությունները բազմապատկվեցին։ 50 հոգուց դարձավ 100, հետո 200։ Համալսարանական դահլիճներից անցավ կորպորատիվ միջոցառումների, կանանց իրավունքների մասին համաժողովների, հեռուստահաղորդումների։ Անահիտը չդարձավ հայտնի ավանդական իմաստով, նա չէր փնտրում փառք կամ ճանաչում։ Բայց նա դարձավ հարգված ձայն մեկը, ով հեղինակությամբ խոսում էր այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են հուզական բռնությունը, կանանց դիմացկունությունը, միայնակ մայրությունը, վկաների չարաշահման իրավիճակներում միջամտելու կարողությունը։ Նրա ուղերձը միշտ նույնն էր, թե բառերը տարբերվում էին։ Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես, քո ցավը քեզ չի սահմանում, կյանք կա, շատ կյանք, տրավմայից հետո։ Ոչ թե կատարյալ կյանք, ոչ թե առանց սպիների կյանք, այլ լիարժեք կյանք, նպատակով, սիրով, ուրախության պահերով, որոնք սպիները տանելի են դարձնում։ Սոնան, որը դարձել էր ոչ միայն գործընկեր, այլ մտերիմ ընկեր, հրավիրեց Անահիտին միանալու ՀԿ-ի թիմին որպես կամավոր խորհրդատու ի վերջո, որպես վճարովի բանախոս։
Անահիտն ընդունեց, հավասարակշռելով այս աշխատանքը թվային մարքեթինգի ընկերությունում իր նախորդ աշխատանքի հետ, որտեղ նա առաջխաղացում էր ստացել, դառնալով մենեջեր։ Նրա կյանքը զբաղված էր շտապողական, բայց լցված այնպես, ինչպես երբեք չէր եղել։ Նարեկը շաբաթական 3 անգամ հաճախում էր բնակարանի մոտ գտնվող մանկապարտեզ, որտեղ ընկերներ էր ձեռք բերում սովորում խաղերի միջոցով։ Մյուս օրերին նա մնում էր Անահիտի տատիկի հետ, որը որոշել էր վերջնականապես տեղափոխվել Երան, Թորանը ավելի մոտ լինելու համար։ Անահիտը երախտապարտ էր այս աջակցության ցանցի համար, իմանալով, որ շատ միայնակ մայրեր նույն բախտը չունեն։ Գիշերն Երը, երբ Նարեկը քնում էր, այն պահերն էին, երբ Անահիտը խորում էր այն ամենի մասին, ինչ փոխվել էր։ Նա նստում էր բնակարանի պատշգամբում մի բաժակ թեյով, նայելով հեռվում թարթող Երանի լույսերին, մտածում, թե որքան անկանխատեսելի է կյանքը։ 2 տարի առաջ նա պատրաստվում էր ստորագրել բաժանման փաստաթղթեր հյուրանոցում, հղի վախեցած ապագայից։ Հիմա նա անկախ կին էր, հրաշալի տղայի մայր, նշանակալի կարիերայով, հստակ նպատակով։ Դա առանց մարտահրավերների կյանք չէր։ Կային օրեր, երբ հոգնածությունը հսկայական էր, երբ Նարեկը հիվանդանում էր, նա անքուն գիշերներ էր անցկացնում, երբ հաշիվները ավելի բարձր էին թվում, քան աշխատավարձն էր թույլ տալիս։ Կային միայնության պահեր, հատկապես լուսադեմին, երբ Նարեկը մղձավանջներ էր ունենում, նա մենակ էր հանգստացնում նրան, առանց զուգընկերոջ, որի հետ կիսեր բեռը։ Բայց նույնիսկ այդ դժվար պահերին Անահիտը չէր ցանկանում հետ գնալ։ Չէր ցանկանում թակարդված լինել դժբախտ ամուսնության մեջ, հուզականորեն կախված լինել մի մարդուց, որը իրեն չէր գնահատում։ Մի ուրբաթ ցերեկ, Նարեկի 3 տարին լրանալուց 3 ամիս առաջ, Անահիտը հատուկ հրավեր ստացավ։ Հրավերը եկավ Սոնայի միջոցով վերաբերում էր արդարադատության մարդու իրավունքների մասին ազգային համաժողովին մասնակցելուն, երրորդյա միջոցառում, որը կհավաքեր դատավորների, փաստաբանների, ակտիվիստների, փորձագետների ողջ երկրից։ Նրանք ուզում էին, որ Անահիտը լինի գլխավոր բանախոսներից մեկը, խոսելով այն մասին, թե ինչպես կարող է դատական համակարգը պաշտպանել կամ ձախողել բռնության զոհերին, օգտագործելով իր սեփական փորձը որպես դեպքի ուսումնասիրություն։ Դա մեծ միջոցառում է, Անահիտ, բացատրեց Սոնան հեռախոսով։ Գլխավոր դահլիճում 1000-ից ավելի մարդ կլինի։ Կարոր պաշտոնյաներ կլինեն այնտեղ։ Դա անհավանական հնարավորություն է հասնելու մարդկանց, որոնք իսկապես կարող են համակարգային փոփոխություններ անել։ 1000 մարդ։ Անահիտը փորում սառնություն զգաց։ Նա երբեք չէր խոսել այդքան մեծ լսարանի առաջ։ Բայց մի նույն ժամանակ նա զգաց ոգորության կայծ։ Համաձայն եմ, ասաց նա։ Երբ է։ 2 ամսից։ Երանում, համաժողովների կենտրոնում։ Դու կունենաս բոլոր անհրաժ։ Єշտ աջակցությունը, կեցություն, տոմսեր, ամեն ինչ։ Եվ Անահիտ, ես հպարտանում եմ քեզնով, թե որքան ես աճել, որքան մեծ փոփոխություն ես բերում։ Համաժողովին նախորդող շաբաթները լարված էին։ Անահիտն աշխատում էր իր ելույթի վրա նույն նվիրումով, որը կիրառում էր իր կյանքի ամեն ինչում, բազմիցս վերագրելով, փորձելով հայելու առաջ, հետադարձ կապ խնդրելով Սոնայից Նարեից։ Նա ուզում էր, որ յուրաքանչյուր բառը հաշվի առնվի, որ իր ուղերձը լինի պարզ, առանց քարոզչական լինելու, հուզիչ, առանց մելոդրամատիկ լինելու։ Նարեկը նկատեց, որ մայրն ավելի զբաղված է, քան սովորաբար, երեխաների ինտուիցիայով սկսեց ամեն օր նրա համար հատուկ նկարներ անել։ Ձողիկներով մարդուկների նկարներ, որոնք ինքն ու մայրն էին, միշտ ձեռք-ձեռքի տված, միշտ ժպտալով։ Անահիտը խնամքով պահում էր դրանցից յուրաքանչյուրը, կպցնելով հատուկ նոթատետրում, որը մի օր ցույց կտար որդուն, երբ նա բավականաչափ մեծ լիներ հասկանալու, թե որքան էին այդ գունավոր խզբզոցները պահել իրեն կասկածի պահերին։ Երան ուղղորությունը առաջին անգամն էր, որ Անահիտը Նարեկին թողնում էր մեկ օրից ավելի։ Նա կմնար տատիկի հետ, որն արդեն փորձ ուներ նրան պարբերաբար խնամելու, բայց մինույն է, Անահիտի սիրտը կծկվեց օդանավակայանում հրաժեշտ տալիս։ Լավ պահիր քեզ տատիկի հետ, ասաց նա, ծնկի իջնելով որդու աչքերի բարձրությանը։ Մայրիկը շուտով կվերադառնա, լավ։ Դու շատ մարդկանց համար ես խոսելու, հարցրեց Նարեկը իր մեծ, հետաքրքրասեր աչքերով։ Տատիկն ասաց, որ դու կարող ես։ Անահիտը ժպտաց, աչքերը խոնավացել էին։ Այո, սեր իմ, խոսելու եմ։ Կարոր բաների մասին։ Ուժեղ լինելու, չհանձնվելու, սիրո մասին։ Բոլոր այն բաների մասին, որոնք դու ինձ սովորեցրել ես։ Ես եմ քեզ սովորեցրել։
Նարեկը շփոթված, բայց գաղափարից գող թված։ Սովորեցրել ես, հաստատեց Անահիտը, համբուրելով նրա ճակատը։ Սովորեցրել ես, որ իսկական սերը երբեմն այնտեղից չի գալիս, որտեղ մենք սպասում ենք։ Եվ որ ուժեղ լինելը վախ չունենալը չէ, այլ վախենալն ու մի նույն է անելը։ Երանի համաժողովների կենտրոնը հսկայական էր, ժամանակակից միջանցքներով, որոնք կարծես անվերջ ձգվում էին։ Անահիտը ժամանեց իր ելույթից մեկ օր առաջ տարածքին, ծանոթանալու մի քանի փոքր քննարկումների մասնակցելու համար։ Նա ծանոթացավ այլ բանախոսների, լսեց հաղթահարման արդարության հզոր պատմություններ պատիվ զգաց լինելու այնտեղ, այն կանանց տղամարդկանց շարքում, որոնք իրենց կյանքը նվիրում էին փոփոխություն բերելուն։ Իր ելույթի առավոտյան Անահիտն արթնացավ ժամը 5-ին, ստամոքսը գծկվել էր նյարդայնությունից։ Լոգանք ընդունեց, հագավ մուգ կապույտ կոստյումը, որը հատուկ գնել էր այդ առիթով, մազերը հավաքեց նրբագեղ հանգույցով նայեց իրեն հյուրանոցի սենյակի հայելու մեջ։ Դու կարող ես, շշնջաց նա իր արտացոլանքին։ Նարեկի համար, բոլոր այն կանանց համար, որոնք պետք է լսեն սա, քեզ համար։ Դու կարող ես։ Գլխավոր դահլիճը լեփ-լեցուն էր, երբ նա ժամանեց։ 1000 մարդ, թերս ավելին, զբաղեցնում էր յուրաքանչյուր հասանելի նստատեղ։ Բեմը մեծ էր, հետում հսկայական էկրան, որը ցուցադրելու էր սլայդներ ներկայացումների ընթացքում, կենտրոնում խոսափողով ամբիոն։ Անահիտը սպասում էր կուլիսներում, լսելով, թե ինչպես է միջոցառման կազմակերպիչներից մեկը կարդում իր ներածությունը բազմի։ Ցս խորը շունչ քաշեց։ Եվ հետո նրան կանչեցին։ Նա քայլեց դեպի բեմը հաստատուն քայլերով, թե ոտքերը ուզում էին դողալ։ Լուսարձակների լույսն ուժեղ էր, դժվարացնում էր լսարանում առանձին դեմքեր տեսնելը, բայց նա կարող էր զգալ իր վրա կենտրոնացած հավաքական ուշադրությունը։ Նա կանգնեց ամբիոնի հետում, կարգավորեց խոսափողը սկսեց. Բարի օր։ Իմ անունը Անահիտ է, 2 տարի առաջ, մի սովորական հինգշաբթի առավոտ, իմ կյանքը ընդմիշտ փոխվեց Երանի մի հյուրանոցի նախասրահում։ Եվ նա պատմեց քանդված ամուսնության, հղի խոցելի լինելու, Լիլիթի հետ առճակատման, հրման անկման մասին։ Պատմեց որդուն կորցնելու վախի, իր մեջ գտած ուժի, միջամտած վկաների, Տիգրան Կարապետյանի նրա արդարությունը ընտանեկան կապերից վեր դասելու ընտրության մասին։ Բայց ավելի կարևոր, նա պատմեց այն մասին, թե ինչ եղավ հետո։ Նարեկի ծննդյան, իր կյանքը կտոր-կտոր վերակառուցելու, տրավման նպատակի վերածելու մասին։ Խոսեց վկաների լուրջ չմնալու, դատական համակարգերի, զոհերին աջակցելու, նրանց կրկին զոհ դարձնելու փոխարեն, հասարակությունների կարեկցան, քմիչամտություն մշակելու կարողության մասին։ Ես այստեղ որպես զոհ չեմ, ասաց նա, ձայնը հաստատուն պարզ։ Ես այստեղ եմ որպես վերապրող, որպես մայր, որպես կին, որը սովորել է, որ ուժը չընկնելը չէ, այլ ամեն անգամ ընկնելուց հետո ոտքի կանգնելը։ Եվ ես այստեղ եմ ասելու յուրաքանչյուր կնոջ, որն անցնում է նմանատիպ բանի միջով. Դու մենակ չես։ Քո ցավը կարևոր է։ Քո պատմությունը կարևոր է։ Եվ կյանք կա, շատ գեղեցիկ կյանք, որը սպասում է քեզ այս փոթորկի մյուս կողմում։ Երբ նա ավարտեց, լռությունը տեց ընդամենը 1 վայրկյան, նախքան ծափահարությունները պայթեցին։ 1000 մարդ ոտքի կանգնած, ոգորությամբ ծափահարում էր, ոմանք բացահայտ լացում էին։ Անահիտը զգաց, որ իր սեփական արցունքներն են հոսում, թեթացման իրականացման արցունքներ, մինչ կլանում էր այդ պահը։ Նա արել էր դա։ Նա իր կյանքի ամենավատ օրը վերածել էր մի բանի, որը կարող էր օգնել ուրիշներին։ Ելույթից հետո հարց ու պատասխանի բաժին կար։ Հարցերը տատանվում էին գործի իրավական ասպեկտներից մինչ տրավմայի հետ վարվելու անձնական խորհուրդներ։ Անահիտը յուրաքանչյուրին պատասխանեց անկեղծությամբ կարեկցանքով, երբեք չհավակնելով ունենալ բոլոր պատասխանները, պարզապես կիսվելով այն ամենով, ինչ սովորել էր իր սեփական ճանապարհին։ Հենց այդ ժամանակ վերջին հարցը տվեց երրորդ շարքում նստած մի տղամարդ, որի ձայնը Անահիտն անմիջապես ճանաչեց։ Պարոն Կարապետյան։ Նա աչքերը պաշտպանեց լուսարձակների լույսից, փորձելով ավելի լավ տեսնել։ Այո, ես եմ, հաստատեց Տիգրան Կարապետյանը, ոտքի կանգնելով։ Ես իրականում հարց չունեմ։ Պարզապես ուզում էի հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել ձեր մեծահոգության համար, դատական համաձայնությունն ընդունելու, ձեր պատմությունն օգտագործելու կրթելու, այլ ոչ թե պարզապես հատուցում փնտրելու համար։ Եվ ուզում էի ասել, որ այն, ինչ դուք արեցիք այստեղ այսօր, այն, ինչ դուք անում եք ձեր դասախոսություններում, արտասովոր է։
Դուք ոգեշնչում եք ոչ միայն կանանց, այլ բոլորիս, ովքեր աշխատում են արդարադատության համակարգում։ Շնորհակալություն։ Դահլիճը նորից ծափահարեց, Անահիտը խեղդված ձայնով պատասխանեց. Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան։ Եվ շնորհակալ եմ, որ ազնվության օրինակ էիք, երբ ավելի հեշտ էր չլինել։ Ձեզ նման մարդիկ մեզ հիշեցնում են, որ արդարությունը հնարավոր է։ Միջոցառումից հետո Անահիտին շրջապատեցին մարդիկ, որոնք ցանկանում էին զրուցել, կիսվել իրենց պատմություններով, լուսանկարվել։ Նա այնտեղ մնաց ավելի քան 1 ժամ, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուրին, որովհետև գիտեր, թե որքան կարևոր է լսված, տեսանելի, իր ցավի մեջ հաստատված լինելը։ Տիգրանը համբերատար սպասում էր հեռվում, երբ վերջապես ամբոխը ցրվեց, մոտեցավ։ Կարող եմ մի քանի րոպե խլել, հարցրեց նա պաշտոնական քաղաքավարությամբ։ Իհարկե, պատասխանեց Անահիտը, երկուսը քայլեցին դեպի համաժողովների կենտրոնի ավելի հանգիստ հատված։ Ինչպե՞ս է Նարեկը, հարցրեց Տիգրանը։ Արդեն մեծացած կլինի։ Հսկայական է, պատասխանեց Անահիտը, ժպտալով որդու մասին մտածելիս։ Շուտով 3 տարեկան։ Խոսուն, հետաքրքրասեր, էներգիայով լի։ Նա լավագույն բանն է, որ երբե պատահել է ինձ հետ։ Տիգրանը գլխով արեց, տխուր ժպիտը հատեց նրա դեմքը։ Լիլիթը երբ։ Եմն հարցնում է նրա մասին։ Թե ինչպես է, հորին է նման, թե։ Ձեզ։ Երբեք չի խնդրում տեսնել նրան, գիտի, որ տեղին չի լինի, բայց կարծում եմ նա մտածում է նրա մասին, թե ինչ կարող էր պատճառել, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ։ Ինչպես է նա, հարցրեց Անահիտը, զարմանալով սեփական հետաքրքրասիրությունից։ Տարբեր, պատասխանեց Տիգրանը։ Ավելի խոնար, ավելի գիտակից։ Հկում աշխատանքը փոխել է նրան, կարծում եմ։ Տեսնելով կանանց, որոնք իսկապես լուրջ բռնության են ենթարկվել, լսելով նրանց պատմությունները, ստիպել է նրան առերեսվել իր արածի հետ։ Չգիտեմ, դա իսկական քավություն է, թե։ Պարզապես պատիժ կրող մեկը, բայց գոնե դա սկիզբ է։ Հուսով եմ, որ դա իսկական է, անկեղծորեն ասաց Անահիտը։ Ոչ թե որովհետև ես նրան պարտադիր ներել եմ, այլ որովհետև աշխարհին ավելի քիչ են պետք մարդիկ, որոնք վնասում են ուրիշներին, ավելի շատ մարդիկ, որոնք փորձում են վերանորոգել այն, ինչ կոտրել են։ Տիգրանը նրան նայեց խորը հարգանքի արտահայտությամբ։ Դուք ուշագրավ եք, գիտեք դա։ Մարդկանց մեծամասնությունը, որոնք անցել են ձեր ապրածի միջ։ Ով կլցվեին զայրույթով, դառնությամբ։ Բայց դուք դա վերածել եք կառուցողական բանի, մի բանի, որն օգնում է ուրիշներին։ Դա հազվադեպ է։ Անահիտը փոքր ժպիտով ուսերը թոթվեց։ Սովորել եմ, որ զայրույթ կրելը նման է թույն խմելուն սպասելուն, որ մյուս մարդը մահանա։ Իմաստ չունի։ Նախընտրում եմ հույս կրել, նույնիսկ երբ այն ծանր է։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին համաժողովի դատական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների, այն մասին, թե ինչպես են երկուսն էլ փորձում իրենց ոլորտներում փոփոխություն բերել։ Դա տարօրինակ զրույց էր, հաշվի առնելով, թե ինչպես էին ծանոթացել, բայց նա ուներ մաքրող որակ, կարծես ներկայացնում էր ցավոտ գլխի վերջնական փակումը։ Հրաժեշտ տալիս, Տիգրանն ասաց. Եթե մի օր Նարեկը ցանկանա իմանալ ամբողջական պատմությունը, ցանկանա հասկանալ ամեն ինչ ամբողջական հեռանկարով, ես հասանելի եմ զրուցելու։ Ոչ թե իմ դստերը արդարացնելու, այլ համատեքստ տրամադրելու, անաչառ վկա լինելու համար։ Կարծում եմ կարևոր է, որ նա հասկանա ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել, այլ թե ինչպես է դա լուծվել, ինչպես է արդարությունը հաստատվել։ Անահիտը շնորհակալություն հայտնեց, ասաց, որ կքննարկի, երբ Նարեկն ավելի մեծ լինի։ Առայժմ նա պարզապես երջանիկ երեխա էր, որը կարիք չուներ իմանալու հրումների, հյուրանոցների կամ մեծահասակների կոնֆլիկտների մասին։ Մի օր նա կպատմեր, ճիշտ բառերով ճիշտ պահին, բայց ոչ այսօր։ Վերադարձի թռիչքը հանգիստ էր։ Անահիտն ամբողջ ժամանակը նայում էր պատուհանից, տեսնելով ներքի ամպերը, մտածելով, թե որքան բարձր է բարձրացել։ Ոչ թե բառացիորեն ինքնաթիռներով, այլ կյանքում, նպատակում, ուժի մեջ։ Նա սկսել էր հատակից, կամ գոնե այն բանից, ինչն այն ժամանակ հատակ էր թվում, հետ էր մագլցել ոչ միայն այնտեղ, որտեղ նախկինում էր, այլ բոլորովին նոր ավելի լավ տեղ։ Նարեկն Լան դիմավորեց օդանավակայանում, թռչելով նրա գիրկը, բղավելով մաման վերադարձավ այնպիսի ուրախությամբ, որ բոլոր շրջապատողները ժպտացին։ Անահիտը նրան ամուր գրկեց, շնչելով նրա մազերի մանկական շամպունի բույրը, զգալով, որ սիրտը լցվում է սիրով։ Լավ անցավ, հարցրեց Անահիտի մայրը, որը Նարեկի կողքին էր։
Կատարյալ էր, պատասխանեց Անահիտը։ Ավելի լավ, քան պատկերացնում էի։ Հաջորդ ամիսներին կյանքը շարունակեց իր այժմ արդեն ծանոթ ռիթմը։ Անահիտը շարունակեց դասախոսություններ կարդալ, աշխատել, մայր լինել։ Նարեկը շարունակեց աճել, սովորել, տունը լցնել ծիծաղով անկարգությամբ։ Դավիթը պահպանեց իր ամսական այցելությունները, դեռ փորձելով որոշակի հարաբերություններ կառուցել որդու հետ, թե Անահիտը գիտեր, որ դա երբեք չի լինի այն, ինչ կարող էր լինել։ Անահիտի մեջքի սպիները ժամանակի ընթացքում անհետացել էին, բայց հուզական սպիները մնացել էին, ոչ թե որպես բաց վերքեր, այլ որպես հիշեցումներ։ Հիշեցումներ, որ նա գոյատել է, որ ավելի ուժեղ է, քան կարծում էր, որ կարող է դիմակայել աներակայելիին դո։ Ուր զգալ մյուս կողմից ոչ միայն անվնաս, այլ վերափոխված։ Մի գիշեր, Նարեկի 3 տարին լրանալուց քիչ անց, Անահիտը նրան քնեցնում էր, երբ նա մի հարց տվեց, որը զարմացրեց նրան։ «Մամա, ինչու ես դու այդքան շատ խոսում մարդկանց համար ուժեղ լինելու մասին»։ Անահիտը զգուշությամբ մտածեց, թե ինչպես պատասխանել։ Որովհետև երբեմն մարդիկ դժվար բաների միջով են անցնում, բացատրեց նա, շոյելով նրա մազերը։ Եվ պետք է հիշեն, որ կարող են հաղթահարել, որ լավ կլինեն։ Ես դժվար բանի միջով եմ անցել, նախքան քո ծնվելը, սովորել եմ, որ ուժեղ լինելը վախ չունենալը չէ, այլ շարունակելն է, նույնիսկ երբ վախենում ես։ Դու վախենում էիր, երբ ես ծնվեցի, հարցրեց Նարեկը, նրա հետաքրքրասեր աչքերը հառած նրան։ Շատ էի վախենում, խոստովանեց Անահիտը։ Վախենում էի, որ բավականաչափ լավը չեմ լինի, որ չեմ իմանա, ինչպես մայր լինել, որ չեմ կարողանա քեզ պաշտպանել։ Բայց գիտես, ինչ հայտնաբերեցի։ Հայտնաբերեցի, որ սերն ավելի ուժեղ է, քան վախը։ Եվ ես քեզ այնքան շատ եմ սիրում, որդիս, որ վախը շանս չունեցավ։ Նարեկը ժպտաց, այն ժպիտը, լուսավորում էր Անահիտի աշխարհը։ Ես էլ քեզ եմ սիրում, մամա։ Մինչ լուսին ու հետ։ Մինչ լուսին ու հետ, կրկնեց Անահիտը, համբուրելով նրա ճակատը։ Միշտ։ Նա անջատեց սենյակի լույսը, թողնելով միայն գիշերային լույսը, որն աստղեր էր արտացոլում առաստաղին, մի քանի րոպե այնտեղ մնաց, դիտելով, թե ինչպես է Նարեկը քնում։ Մտածեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էին միասին, այն ամենի, ինչի միջով դեռ կանցնեին։ Մտածեց իր կայացրած որոշումների, մղած պայքարների, տարած հաղթանակների մասին։ Կյանքը կատարյալ չէր։ Դեռ կային վճարելու հաշիվներ, երբեմն միայնակ գիշերներ, ծայրահեղ հոգնածության պահեր։ Բայց դա իսկական կյանք էր, կառուցված իր սեփական ձեռքերով, հիմնված իր սեփական արժեքների վրա։ Նա կախված չէր ոչ ոքից, իր գոյությունը հաստատելու համար, տղամարդու կարիք չուներ, իրեն ամբողջական զգալու համար, չէր ապրում ուրիշների սպասումների ստվերում։ Նա Անահիտն էր, Նարեկի մայրը, բանախոս, վերապրող, ուժեղ կին, որը մի օր փխրուն էր, բայց հայտնաբերեց, որ փխրունությունն ու ուժը հակադրություն չեն։ Նրանք ուղեկիցներ են մար դլինելու ճանապարհին։ Եվ դուրս գալով որդու սենյակից, նրբորեն փակելով դուռը իր հետից, Անահիտը ժպտաց ինքն իրեն։ Որովհետև գիտեր մի անսասան վստահությամբ, որը գալիս էր ինչ-որ խորը ճշմարիտ տեղից, որ լավագույնը դեռ առջում է։ Իր համար։ Նարեկի համար։ Բոլոր այն կանանց համար, որոնք կլսեին նրա պատմությունը, քաջություն կգտնեին գրելու իրենց սեփականը։ Անահիտի պատմությունը չավարտվեց այն հյուրանոցի նախասրահում մի հինգշաբթի առավոտ։ Այն պարզապես սկսվեց։ Հրումը նրան չկցեց, պարզապես հրեց դեպի մի այլ ճանապարհ, ինքնաբացահայտման, ուժի, վերափոխման ճանապարհ։ Եվ ի վերջո, թերս դա էր ամենամեծ արդարության ակտը։ Ոչ թե նրան վնասողի դատապարտումը, այլ նրա սեփական հրաժարումը, թույլ տալու, որ այդ պահը սահմանի իրեն։ Նա ընտրեց սահմանվել ոչ թե անկումով, այլ այն ձով, թե ինչպես ոտքի կանգնեց։ Ոչ թե իր կրած բռնությամբ, այլ իր կառուցած խաղաղությամբ։ Ոչ թե անցյալի ցավով, այլ ապագայի հույսով։ Եվ սա, մտածեց Անահիտը, մինչ պատրաստվում էր մեկ արժանի քնի գիշերվա, սա մի պատմություն է, որն արժե պատմել։